Սիրելի հայրենակիցներ, մինչև տեսանյութը դիտելը, խնդրում ենք մի փոքր ուշադրություն։ Եթե հիմա սեղմեք լայք, կիսվեք տեսանյութով եւ բաժանորդագրվեք ալիքին, դուք անում եք մի բան, որը բառացիորեն փոխում է այս ալիքի հնարավորությունները։ Ինչու է դա կարևոր։ YouTube-ի ալգորիթմը լայքն ու բաժանորդագրությունը ընկալում է որպես ազդակ, որ այս բովանդակությունը արժեքավոր է։ Երբ դուք սեղմում եք այդ 3-ից թեկուզ մեկը, YouTube-ը սկսում է ավելի շատ մարդկանց ցույց տալ այս տեսանյութը։ Երբ կիսվում եք տեսանյութով, դուք իրականում դառնում եք տեղեկության տարածող, այսինքն դուք ձեր շրջապատին եք հասցնում այն գաղափարները, որոնք ուրիշ կերպ նրանց չեն հասնի։ Բաժանորդագրվելով, դուք թույլ եք տալիս ալիքին աճել, զարգանալ եւ հետեւողականորեն ավելի մեծ լսարան գրավել։ Շնորհակալություն լույսի բանակին աջակցելու համար։ Մենք կարծես վերջապես ստացվեց եւ մենք ուղիղ եթերում ենք։ Ողջունում եմ բոլորին, ովքեր միացել են ուղիղ եթերին։ Կներեք տեխնիկական պատճառներով մենք 7 րոպե կարծես հետ ենք մեր գրաֆիկից։ Այնուամենայնիվ, ողջունում եմ բոլորին, ովքեր հիմա միացել են։ Խնդրում եմ սեղմեք լայք։ Ահա։ Հենց այն կա։ Խնդրում գրեք, եթե ձայնը այդ ամեն ինչ նորմալ է, ես ինձ սկսեցի լսել։ Եվ այսպես, այսօրվա մեր ուղիղ եթերում հարց ու պատասխանի հյուրն է Լույսի բանակ կազմակերպության նախագահ Կարեն Արեանը։ Բարև ձեզ, պարոն Արեան։ Հազար բարի։ Ես կարծում եմ լսում եմ, ամես կգրեն, որքանով է եթերը նորմալ։ Միջև ես հարցերին կանադառնամ, արդեն որոնք գոյություն ունեն, ես երեկվանից դրել էի մեր հանդիպման մասին ինֆորմացիան եւ մարդիկ գրել են իրենց հարցերը նախորոք։ Միջև այդ հարցերին անդրադառնալը ես ուզում եմ խոսենք մեր նախնական քննարկումներից այն հատվածի մասին, որ բոլորս իհարկե զգում ենք փոփոխության անհրաժեշտությունը, որ մեր երկիրը ինչ-որ մի բան պետք է անենք այս վիճակից անելու համար եւ բոլոր առաջարկված տարբերակների մեջ ձերը ամենաոչ ստանդարտն էր դրա համար էլ այսօր մենք որոշեցինք խոսել դրա մասին չնայած դրան որ բոլոր հյուրերը ովքեր եղել են այս ֆորմատով իրենք վարչապետի տեխնացուներ են եւ պատրաստում են ընտրությունների դուք պնդում եք լրիվ հակառակը խնդրեմ ինչու Նախ ողջունում եմ ձեր հարթակում առաջի անգամ եմ հարցման ոտս հերովալնի բոլոր ձեր ունկնդիրներին ջերմ ողջույններս մասնավորապես մեջների էությամբ իրական հայերին ինչի համար եմ ես ընտրել այլ ճանապարհ տեսեք ցանկացածի համար ավելի հեշտ է ուղղակի նստել տանը կամ կազմակերպել իրականացնել նախընտրական քարոզարշավ թե մարզերում թե քաղաքում թե on-line հարթակներում ու ուղղակի նստել սպասել ընտրություններում ինքը կընտրվի թե չէ դա երաշխիք չի համակարգի վերափոխման ու ոչ մեկ չի կարող երաշխիք տա դա մեկ երկրորդը դեմ լինել միայն գործող իշխանությանը առանց դեմ լինելու հայագործան համակարգին այդ ուղղակի աբսուրդ է որովհետև ցանկացած ներկայիս իշխանություն երբ դա ուզում է լինի մեր օրոք ձեր օրոք մյուսի օրոք նիկոլի թե ում ինքը ուզի թե չուզի իրականացնում է ներկայիս համակարգի պահանջները իսկ ներկայիս համակարգը 30 ու ավել տարիներ ինքը հայագործան տրամաբանության մեջ արմատացած է այսինքն ուղղված է դեգրադացմանը ուղղված է հայի ամեն արժեքի կործանմանն ու ոտնահարմանը չի կարա այս համակարգի մեջ ինչքան էլ որ դեմք փոխվի գա ինչ որ հայանպաստ հային հզորացնող Հայաստանը ուժեղացնող Հայաստանը լայնացնող ինչ որ ուժ ինչի համար որովհետև տվյալ ուժը գալիս է իշխանության ներկայիս համակարգի կազմակերպած ու ներկայիս համակարգի վերահսկողության տակ գտնվող ընտրություններով մենք ընտրություններ տեսել ենք քանի անգամ 2021 2018 13 sense կարանք հետ գնանք 2008 չէ 2003 միշտ ընտրություններ միշտ նոր դեմք նոր հույս նոր էջ որևէ մեկը կարա ինձ ասի արմատական կամ համակարգային փոփոխության մասին ցանկացածի դեմքը փոխվելուց չի կարա հիմա այս եկող ընտրությունները էլի նույնն են յուրաքանչյուր տեխնացու ով մասնակցում է այս ընտրություններին ես ասել եմ ասում եմ ու ասելու եմ միշտ
պնդում եմ ու նաև կոչու հորդորսը, կոչս ու հորդորս բոլոր տեխնացուներին, ով իր վրա վստահ է, բայց իր վրա վստահ չի կարող լինի։ Ցանկացած հարթակով, իրանց հարթակով, իմ հարթակով, ձեր մոտ, որտեղ ուզում առնի, դուրս գանք on-line բանավեճի, ես իրանց կապացուցեմ, որ իրանք համակարգի մաս են։ Իսկ վստահել ներկայիս համակարգի մի մասին, դա նշանակում է չանել ոչ մի բան, չփոխել ոչինչ, բացի դեմքից, բացի բառամթերքից, բացի ինչ-ինչ կոսմետիկ վերանորոգման այս ձգտումներից, որ այս կահույքը կտեղափոխենք ստեղ, այնինտեղ, բայց մեր տունն է թեք, մեր տունն է ծուռ ու ավիրվում։ Բերել ուղակի այդ տան պատասխանատուին թողել մնալով նույն համակարգում, դա առնվազն քաղաքական միամտություն է։ Դրա համար ես բազմիցս բարձրաձայնել եմ, որ չեմ վստահում ոչ մի տեխնացուի, մենակ նրա համար, որ ինքը այս համակարգի ներքո կարող է գնա ընտրում է ընտրություններով գնալու ճանապարհը։ Նույն բանն է, ոնց որ գնաս կազինո, հույս ունենալով, որ հեսա տիրոջը կարելու ես կազինոն անես քեզանով։ Ոչ, դու գնում ես դառնաս հերթական դիլերը։ Լավ, հիմա գնանք հերթով։ Ուրեմն տեսեք, համարյա բոլոր հյուրերը, ովքեր եղել են Իսպաղավարում, պնդում են, որ ընտրվելուց հետո համակարգը փոխելու են իրենք։ Հիմա դուք ասում եք, որ նույնիսկ եթե այս համակարգի մեջ մասնակցում ես, դու արդեն այս համակարգի մի մասն ես։ Ես ճիշտ եմ հասկանում, մեր ընկերներին դες ճշտող հարցը կանել եք։ Միանշանակ, մի փոքր մանրամասն եմ։ Ես բացարձակ ոչինչ չունեմ ընտրությունների ինստիտուտի դեմ, որովհետև ընտրությունների ինստիտուտը միակ տարբերակն է, որպեսզի հույս ունենանք թափանցիկ արդար ու բաց ընտրությունների, բայց որ համակարգի ներքո, որ համակարգի օրոք, այս համակարգի օրոք մենք բազմիցս ականատես ենք եղել ընտրակեղծիքների ու դրանք շարունակական են լինելու միշտ։ Հիմա տեսեք, գնալով այս համակարգային կանոններով ընտրությունների, խոստանալով, որ այս համակարգը կփոխես, այդ նույնն է, ոնց որ երեկ ասեցի եթերից մեջ, ոնց որ հրդեհգա ասի եկել եմ կարակը մարելու, կամ ինչ-որ մի հատ վիրուս խոսապ իմունիտետից, չկա տենց իրականություն։ Դու գնալով այս ընտրություններին, դու արդեն իսկ համաձայնությունը տալիս ես ներկայիս համակարգի կանոններին։ Դա անհերքելի փաստ է։ Իսկ համաձայնվելով հայակորձան համակարգի որևէ կանոնի հետ, դա խոսում է մենակ մի բանի մասին, որ դու պատրաստ ես ամեն ինչի մենակ փախցնես աթոռ։ Դու չես մտածում Հայաստանի արմատական ու հիմնական փոփոխությունների մասին։ Ու ոչ մի տեխնացու այն ով էլ ասում է, որ գալիս ենք համակարգը փոխենք, կոչ եմ անում անգամ բոլոր հաղորդավարներին ու լրագրողներին։ Մեկ հարցրեք, իսկ ինչ համակարգ եք առաջարկում, որ ուզում եք փոխեք։ Մենակ ասելով չի ուզում եմ փոխեմ։ Փոխես ինչ սարքես։ Չկա պատասխան ու չի կարելի։ Պատասխան կա, իրենք այդ պատասխանը տալիս են։ Ինչ են ասում։ Ամեն մեկի իր պատկերացած, իր մշակած համակարգը ունի։ Դա փաստ է։ Իրենք ծրագիր ունեն համակարգը փոխելու։ Դա փաստ է։ Ես հիմա, քանի որ մենք աշխատում ենք ֆիլտրել, հասկանալ ինչ է կատարվում քաղաքական համակարգում, ով ինչ ունի առաջարկելու, համաձայն եմ, թե համաձայն չեմ, քանի որ հետևողներն էլ պահանջում են, իրենք գրում են, ում են ուզում տեսնել, հասկանալ ինչ են իրենց առաջարկում, մենք դա իրականացնում ենք։ Ուրեմն ունեցել ենք վարշապետի տեխնացուներ, որոնք առաջարկել են իրենց համակարգը, նոր համակարգը, իշխանության գալուց հետո կառավարման համակարգ փոխեն, մենք դա ունեցել ենք։ Մենք ունեցել ենք նույնիսկ տարբերակ, որ ասել են, մենք բոլորին դեմ ենք, մենք գալիս ենք համակարգը քանդում ենք ու գնում ենք։ Համաձայն եմ թե չէ, մենք իրենց էլ ենք հրավիրել հարցու պատասխանի էլի ուղիղ եթերում, իրենք ստացել են իրենց հարցերը, տվել են իրենց պատասխանները, լսողը ընտրում է իր համար դա ընդունելի է թե չէ։ Հիմա մենք փաստորեն այսօր ունենք երրորդ տարբերակը։ Ինչքանով ես հասկացա, ուրեմն դուք բոլորին դեմենքի նման չեք մասնակցում, հետո քանդեք ու գնաք։ Դուք վարշապետի տեխնացուների նման չեք մասնակցում ընտրությունների, որ հետո համակարգ փոխեք, այլ բան եք առաջարկում։ Իսկ կարող եմ հարցնել այլ բանը որն է, ինձ ասեք ճանապարհ, որը սրանք ազգային հեղափոխություն։ Ահա, լավ, իրական ազգային հեղափոխություն, ուրեմն ես ինչքան ձեռք ունեմ, այդքանով կողմ եմ։ Եվ ես չեմ կարծում, այս լսարանում գտնվի մեկը, որ ասի, չէ, ես հեղափոխություն չեմ ուզում։ Մենք բոլորը շատ հասկանում ենք, որ այս համակարգի մեջ ընտրությունները իշխանության գալը
շատ վիճարկելի, շատ խնդրահարույց թեմա է, եթե դու չունես համապատասխան ռեսուրսներ մարդկանց տեղեկացնելու, ընթացքը վերահսկելու եւ այլն։ Հիմա հարցը տալիս է ամեն անգամ, այս մեկ ասում հեղափոխություն, ասում եմ ես համաձայն եմ, ինձ ասա ոնց։ Ես հիմա այդ հարցը մեզ լսողների անունից միթե մեր հարցերը կսանք, ինչ է լուրջան։ Ես ներողություն եմ խնդրում, պարոն Արան, ովքեր հարցեր ունեն, գրեք ուղի եթերում, անպայման ես կտամ մեր հյուրին, եւ չմոռանաք տարածել, բաժանորդագրվել ալիքին, ես կարծում եմ հեղափոխության կողմնակից իշխան Հայկը պետքա սա լսի։ Նաև ընտրության կողմնակից իշխան Հայկը պետքա լսի, որ երևի վերջում իր որոշումը ինքը կայացնի։ Համաձայն եք։ Եթե հիմնավոր բացատրություն չկա, ապա իր միակ տարբերակը ընտրությունն է։ Եթե կա, ապա պետքա արդեն ավելի խելամիտ վճռել։ Հիմա պարոն Հակոբյան ջան, գամ մի քիչ այս նախորդ ասացից ու գամ հարցին պատասխանեմ թե ոնց։ Դուք ասում եք, որ մարդիկ եղել են, ասել են, որ կգան իշխանության ու համակարգը կփոխեն նախագահականի եւ այլն, խոսքը այդ համակարգի մասին չի։ Միանշանակ ցանկացած տեխնացու այս գլոբալ համակարգի մեջ կարա փոխի պարլամենտականից նախագահական, նախագահականից պարլամենտական, ես որ ասում եմ համակարգ, ես դա նկատի չունեմ։ Ես նկատի ունեմ արտաքին կենտրոններից կախվածությունը ու ինքնիշխանության զուտ որպես դեկոր ծառայելը։ Այսօրվա մեր ինքնիշխանությունը, ապահովագրությունները, այս բառի վրա ուշադիր եղեք։ Ամեն ինչ, ես չեմ խոսում էլ 92 թվին ստորագրած իբր մեր անկախանալուց հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ու Կրեմլի պայմանագրի մասին, կարծում եմ տեղյակ եք։ Եթե շատ մարդ լինի ով տեղյակ չի, խոստանում եմ հրապարակել ամեն կետով, դա կա ու համացանցում հասանելի չի ցավոք։ Պայմանագրի, որ Ռուսաստանը մեր երկրում ունի ավելի շատ իրավունքներ, քան մենք։ Դա հստակ պայմանագիրն է, որը մինչև այսօր չի հերքվել ոչ մի իշխանության կողմից։ Ու այսօրվա այս իշխանության հակառուսական այս բեմադրությունը ապացուցվում է մենակ նրանով, որ ինքը բեմադրություն է, որ մենակ այդ պայմանագիրը մինչև այսօր մերժված չի։ Այսինքն, ասենց ասեմ, եթե Ռուսաստանում ձերբակալվի հայ, այս պայմանագրի մի կետերից մեկն է։ Դու իրավունք չունես տեղից պահանջես կամ առհասարակ պահանջ ներկայացնես։ Դա որոշում է Ռուսաստանը, պահի տաքես թե ինչ անի։ Դու ռուս բռնեցիր, դու պարտավոր ես տաս Ռուսաստանին, դու այդքան չկաս, որ որոշես պահես թե չէ։ Պերմակովի օրինակը վառ օրինակ է։ Այս ամեն ինչը գալիս է ոչ թե Սերժ Սարգսյանի քմահաճույքից որոշեց տա։ Դա գալիս է Լևոն Տեր-Պետրոսյանի պայմանագրից, որը ոչ մեկ չի հերքում ու չի մերժում, չի հեչանում դա։ Դրա համար այդ սուտ բաները այս համակարգ փոխելը, որ տեխնացուն ասում որ փոխելու է ու ասում է ոնց։ Ոչ ռեսուրս կարան ներկայացնեն, ոչ մի բան, որովհետև իրանք գալիս են իշխանության ընտրություններով, մենակ այդ մի փաստը իրավական առումով, օրինական, բարոյական, պատմական, քաղաքական, ցանկացած ուղղակի մեծ արգելք է, որ ինքը կարողանա արտաքին կենտրոններից կախվածության համակարգը փոխի։ Դա մոռացանք։ Ինչ վերաբերվում է հեղափոխությանը ոնց։ Կա ստատիստիկա աշխարհով մեկ յուրաքանչյուր երկրի բնակչության 2-ից 3%-ը տեսեք 2-ից 3%-ը ընտրություններում կարա դեր չխաղա բացարձակ։ Բայց երբ որ 2-ից 3%-ը ընտրում է ըմբոստության ճանապարհը, դա հաշվի չառնել չի կարա ոչ քո երկրի իշխանությունը, ոչ էլ միջազգային հանրությունը։ Դա այլևս չի դիտարկվում մարգինալ շարժում, դա այլևս չի դիտարկվում, որ մի քանի հոգի դուրս են եկել ինչ-որ բան են ասում։ Իսկ մեր երկրում 2-ից 3%-ը կազմում է միջինում 70,000 մարդ։ Ես բազմիցս ասել եմ, անցած տարի էլ մենք դուրս եկանք այն հույսով, որ այդ քանակությունը կլռանա։ Մենք հավաքագրում էինք իրականացնում, մոտ 40,000 մարդ մեզ իր խոստումը տվեց, որ ինքը մեր դուրս գալուց կլինի մեր կողքը։ Դա էր միակ հիմքը ու վստահությունը, որ մենք դուրս եկանք։ Ցավոք 3000-ից բացի մնացած բոլորը խաբեցին։ Անկամ մինչև այսօր մեզ գրում են, որ իրանցից մեկը ես էի ով խաբելա, այս անգամ չենք խաբի։ Այս իրականության մեջ ենք։ Ուրիշ տարբերակ առանց օրենքը խախտելու ու սահմանադրության կարգ տապալելու գոյություն չունի, որովհետև եթե չես ուզում սահմանադրական կարգ տապալես, դու պետք է գնաս արդեն բոլորս ենք հասկանում այլ քայլերի։
Ես մանավանդ այսպես որ խոսում ենք, ես հստակ ասում եմ, սահմանադրական կարգ չի տապալվելու։ Ամեն դեպքում ես դրան չեմ տանելու։ Իսկ դրա համար անհրաժեշտ է 70,000 մարդ։ Բոլորս շատ լավ ճանաչում ենք Նիկոլին ու իր իշխանությունը։ Բավարար է ինքը այդ քանակությունը տենա, վստահեցնում եմ, անգամ անելու բան չի լինի։ Իրանց կիրատնեցիկ չեն գտնի բունկերներից ու չգիտեմ որտես դուրս չի գա։ Ես դրա համար ուզում եմ, որ ժողովուրդը վստահ լինի իր ուժի վրա ու մեզ չհամեմատի, որովհետև շատ են ասում, Բագրատն էլ հանեց այդքան մարդ ինչ արեց, ոչ մի բան չարեց։ Ինչի համար, որովհետև ինքը Բագրատն է։ Այդ մարդը քթավ ճիշտը երկելն է, աղոթելն է։ Ես այդ հավաքված ժողովրդին, եթե կոչ ես անում հեղափոխության, դու չես կարա դիտարկես այդ հավաքված ժողովրդին որպես ակտիվիստ, որովհետև դու դուրս չես եկել թանկացումների դեմ կամ չգիտեմ, ասենց ինչ որ կենցաղային կոմունալ պահանջներով։ Դու դուրս ես եկել երկիր փրկելու, յուրաքանչյուր քեզ միացողը դա զորք է։ Իսկ զորքը երբ գալիս է միանա քեզ, ինքը իր տան մեջ հնարավոր է որ ասում է կարող է իրար չտենանք լավ մնանք, ինքը չգիտի կդատվի թե ինչ կլինի։ Ու նման զորքին երկել աղոթել ու ասել գնա տուն, դա առնվազն անընդունելի է բարոյական առումով, մարդկային առումով, տղամարդկային առումով, առաջնորդի տեսանկյունից առավել եւս։ Դրա համար ես խնդրում եմ նաև բոլորին, որպեսզի ոչ իշխանների հետ մեզ համեմատեն, ոչ սրա, ոչ նրա, այստեղ կարևորը քանակությունն է, բայց ոչ պակաս կարևորը ու ավելի կարևորը, թե ով է առաջնորդում։ Ես այդքան մարդ տեսնեմ հավաքված վերածննդի շարժման շուրջ, Նիկոլը 24 ժամ ունի։ Ես Բագրատը չեմ, ես մյուսը չեմ։ Ոնցի պահովել, ոնց այդքան մարդ դուրս գա։ Նախ դա կախված է յուրաքանչյուրի կամային որոշումից, գիտակցումից։ Ու նաև հենա մենք արդեն երևի երկրորդ ամիսն է, անընդհատ պարբերաբար դրամահավաք ֆինանսի, տեսեք մարդիկ ունեն հնարավորություններ, ահռելի մեծ ռեսուրսներ։ Բայց ոչ մի բան չեն անում այս իշխանության դեմ, այն դեպքում, որ այսպես մի ճտոցի պես կարան բոլոր հարցերը լուծեն։ Էդ էլ է բան, որ չվստահես։ Այսօր վերածննդի շարժումը լույսի բանակը գրեթե ոչինչի պակաս չունի։ Իմիջիայլոց առաջինը հենց ձեր եթերում ասեմ, առանց հələ որ հստակ հղումների, բայց շատ շուտով մոտ օրերս դուք էլ պարոն Հակոբյան կարաք ծանոթանաք email ձերել հետևորդները առհասարակ համայն հայությունը մանրակրկիտ բոլոր կետերով մեր ծրագրերը վերածննդի շարժման իրականացման բոլոր ճյուղերը տարբերակները ձևերը ռեսուրսները ներկայացվելու հանրային կերպով համացանցի միջոցով ու ուզում եմ ասեմ ոնց է դա ֆինանս ու ֆիզիկապես ներկայություն ուրիշ ոչինչ լույսի բանակը չի պահանջում այս իշխանություններից մի օրվա մեջ ձերբազատվելու համար Շատ լավ, հիմա պետք է ես հերթով գնամ ես հազիվ հասցրեցի կարևոր պունկտերը գրեմ այս ընթացքում տեսեք նախ շատ կարևոր հայտարարություն եմ ուզում անել կրկնեմ ձեր ասածը որ ընկեր մայորները կապիտանները չգիտեմ ամբողջ համակարգը որ նստած ֆիլտրում է հաղորդումները հա հերթական քրեական գործը չկարի Կարեն Ալայանի վրա մենք կրկին հայտարարում ենք ընդգծում ենք որ սահմանադրական կարգը չի խախտվելու Սա հումոր չի։ Չէ, պարոն Հակոբյան, չեն կարա, որովհետև հեղափոխությունը դա իրավական միջոցառում է, դա օրինական միջոցառում է, մանավանդ երբ հստակ կանոնադրված որպես առաջնային չտապալել սահմանադրական կարգ ու չխախտել օրենք։ Ցանկացած փորձ այս թեմայով որևիցե մի գործ հարուցելու դա բառացիորեն ցուցաբերելու է իշխանության ահնու սարսափը մեկ էլ իրանց զրպարտիչ մեխանիզմի շարունակականությունը ուրիշ ոչ մի բան։ Մանավանդ որ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, դուրները չի գալի հեղափոխություն արել։ Դուրները չի գալի անում ենք ու կանենք։ Դուք հիշեցիք 3 տարի արդեն սակայն կլարանը 3 տարի այն Բագրատ Սրբազանի շարժումը, հա, թե 2 տարի անցավ, մի խոսքով Բագրատ Սրբազանի շարժումը, որտեղ հաղորդել էին մոտավորապես այնքան մարդ, որը բավական էր այս իշխանություններին ծնկի բերելու համար։ Այսինքն տեխնիկապես հնարավոր է։ Փաստը ցույց է տալի, որ ժողովուրդը կարա գա։ Հիմա ամեն անգամ չի գալի, երևի դուք պատճառում եք օրինակ ինչի Բագրատ Սրբազանի պարագայում մի եկավ, ինչի չեկավ օրինակ Կարեն Ալայանի պարագայում։ Դուք այդ հարցի պատասխանը ունեք։ Ես չեմ ասում, որ պասիվա չի գալու, մենք պաս ունենք եկել է։ Տեսեք, պարոն Հակոբյան, այտենց
հարցի պատասխան ունենալու համար պետք է անձնապես բոլորից հարցերած ճշտացնես ինչի չեն եկել, այնտեղ ինչ են գնացել։ Կա եզրակացություն։ Առավելագույնը կա եզրակացություն, որը բնականաբար ունի տրամաբանական հիմքեր։ Եկեք վերցնենք մի հատ պարզ բան։ Լույսի բանակը տարիներով դուք եք տեղյակ, ել կորոնայի դեմ պարտադիր պատվաստումների բանի դրա դեմ պայքարով 2 ամիս մենք դուրս եկանք փողոց մյուս հարցով մեզ անգամ քայլ երթուղի թույլ չեն տալի անցնել հանրապետության հրապարակով այն որ ուղղակի պետք է ամիրանով գանք հյուսիսային պողոտայով վերադառնանք ազատության հրապարակ հանրապետության հրապարակը այսպես խաչով փակացա լույսի բանակի համար տեսեք Բագրատ Սրբազանը ոսկեպարից քայլելով երբ որ գալիս էր Երևան ես զարմացա որ ոչ մեկի մոտ այդ հարցը չառաջացավ ինքը ճանապարհին ոչ դրամահավաք արեց ոչ էլ ինքը այդ հնարավորությունների տերն էր որ հանկարծ մինչև իր հասնելը արդեն թանկարժեք բեմով էկրաններով դա ովքեր տեղյակ չեն ասեն որ միլիոնների ծախս է ու ինչ որ տենց հայտնվեց ինքը եկավ պատրաստ ամեն ինչով Նիկոլին մի ժամ ժամանակ տալու այս միտումով ու չգիտես իրան ոչ արգելեցին ոչ խոչընդոտեցին ոչինչ չարեցին սա խոսում է թիկունքային ռեսուրսի մասին որը կարող բերի նաև ֆիզիկական քանակություն ապահովի մենք այդ հնարավորությունը չունենք մեր ողջ հիմքը հենասյունը ժողովրդի գաղափարական աջակցությունն է գիտակցությունն է այսինքն յուրաքանչյուրը որպես կամավոր կամքի դրսևորող անհատ որ ինքը գիտակցի որ էսա գաղափարախոսությունը էսա հայանպաստը ոչ թե իրան ինչ նյութական շահերով կամ խոստումներով կամ չգիտեմ էլ ոնց ես քանի որ ոչ մի փաստ չունեմ ես կարամ եզրակացնեմ իսկ դա բոլորս ենք հասկանում ինձ պետք չի ուղակի մարդը գա ու չիմանա ինչի համար է եկել դրա համար է որ ներկայացնում ենք թե ծրագիր թե ամեն ինչ ու եզրակացությունս ձեր հարցի ի պատասխան հետեւյալն է որ նման անդիմությունը ներկայացնող շարժումները Սրբազանի դեմքով կլինի, բարեգործի դեմքով կլինի, ում դեմքով ուզում է լինի, ունի թիկունքային ռեսուրսային ապահովագրում։ Իրան դա ականհայտ է, որովհետև ոչ մեկ չի կարող ասի, որ Բագրատը ճանապարհին իր գրպանից փողը տվեց, եկան բեմը դրեցին։ Իսկ դա 10,000 դրամի պատմություն չի, այդ դեպքում կարելի էր ասել, մի հատ միկրոֆոն դինամիկա, վարձը 40,000-ը մարդը արեց։ Մի ամբողջ համերգային էկրան ու բան, այդ որտեղից։ Մենք այդ ռեսուրսը չունենք, առավել եւս թիկունքային։ Մեր միակ ռեսուրսը դա յուրաքանչյուր իրական հայի գիտակցումն է ու վճռորոշ ընտրություն կատարելն է, որ կանգնել զուտ հայ ժողովրդից ծնված գաղափարը կարող ուժի կողքին, ոչ թե ինչ կասկածելի թիկունքային ռեսուրսներով ապահովող հանրահավաքների միջոցով իբր հեղափոխություն։ Դրանք միտում ունեն մենակ հոգնածնելու մարդկանց, որ այսօր, երբ ես իրականում եմ այդ կոչը անում, համեմատեն ու ասեն, էլ ոչ մեկի չենք հավատում, բոլորին տեսան, բոլոր հենա հանեց, ինչ արեց, առանց ֆիլտրելու, որ հանողը ուրիշ է, ես ուրիշ եմ։ Ամբողջ հարցը էս է։ Կարծում եմ հարցի պատասխանը տվեցի։ Այդ հարցի պատասխանը տվել է նաև Գառնիկը, այդ հայտնի Գառնիկը, Դանելյան կարծեմ, երբ որ իրան ուղի եթերում հարցրեցին, ասեցին, լավ, այդքան մարդ կար դուրսը, ինչու ոչինչ չարեցիք, ինքը շատ պարզ պատասխանեց, ասեց, բա մենք օրենք չենք խախտելու։ Հիմա տեսեք, այդքան մարդ կա, ինքը օրենք չի ուզում խախտել, ուղղակի դե պատասխանը հաջորդ հարցը պետք է լիներ, բա ինչի եք հավաքել այդքան մարդ։ Եվ այդ ինչ պետք է անեիք, որը օրինական է դուք չարեցիք այդ մարդկանց ուղարկեցիք տուն։ Հիմա մենք օրենք չենք խախտում, սահմանադրական կարգ չենք խախտում, անհրաժեշտ քանակության մարդ կա։ Ոնց ենք բերել հələ դա կխոսենք, որտեղ ինչպես դուք ասիք թիկունքային ռեսուրս չկա։ Իսկ ինչպես տեսնում ենք, առանց թիկունքային ռեսուրսի Հայաստանում այդ կարգի մոբիլիզացում մեդիաներով, ֆինանսներով, ավտոբուսներով, ինֆորմացիոն դաշտա չէ նաև պետք է ապահովել, չի լինում։ Ամեն դեպքում, լավ, գտել ենք ռեսուրսները, բերել ենք, որն է լինելու ըստ ձեզ այն քայլերը, որոնք ոչ սահմանադրական կարգ են տապալում, ոչ օրենք են խախտում, բայց բերում են արդյունքի։ Տեսեք, նախ փաստը, որ ըմբոստության ճանապարհով արդեն երկրի 2-ից 3%-ը տաստված ավելին լինի, որքան շատ այնքան ավելի կայուն ու հստակ պահանջներ կարանք ներկայացնենք։ Մենակ այդ փաստը, որ
այդքան մարդ արդեն ըմբոստության ճանապարհն է ընտրել։ Դա արդեն իսկ օրենքով ենթադրում է անգամ մեր սահմանադրությամբ, որ իշխանությունը պետք է հաշվի նստի ու գա օրակարգ քննարկելու։ Մեր դեպքում չի քննարկվելու փողզիջումներ պարունակող որևիցե օրակարգ կամ մի օրակարգ անցնցում իշխանության փոխանցում։ Հակառակ դեպքում ուղղակի ֆիզիկապես մարդիկ աշխատանքի տեղ ունեն, չէ, որտեղ իրանք կարողանում են ներկայանալ, դուք ոչ, ու դրա համար իրանք իշխանություն են, դուք ոչ։ Այդ մարդիկ ուղղակի ֆիզիկապես պետք է չկարողանան ներկայանալ իրենց աշխատավայր, դա ասում եմ որպես երկրորդ փուլ, որին վստահ եմ չենք հասնի, իմանալով սրանց վախկոտության աստիճանը։ Բայց եթե անգամ անցանք երկրորդ փուլին, գալիս է արդեն ֆիզիկապես միջամտությունը, որը եւս օրենքով թույլատրելի է ու չի տապալում սահմանադրական կարգ։ Ես կարող եմ երրորդ, կա չորրորդ, անխուսափելի է սրանց հրաժարականը, եթե բոլորս մի մարդու պես դուրս գանք։ Առավելագույնը 6-ից 8 օր, դա ասում եմ մաքսիմում, բայց վստահ եմ, որ հենց առաջի օրը, առաջի ժամերին այդ քանակությունը տեսան ոչ թե Բագրատի կողքը, ոչ թե մյուս, այլ հենց իմ։ Ես գիտեմ ինչ եմ ասել։ Պարոն Արանջ, հասկանում եմ, տեղ-տեղ համաձայն եմ, տեղ-տեղ հարցեր առաջանում, որ ասում եք իշխանության փոխանցում։ Հարցերը տվեք։ Փոխանցում ում։ Փոխանցում ում։ Իշխանության փոխանցում ում։ Եվ ինչի անելու։ Ձեզ։ Մեր, իհարկե։ Ձեզ պետք է Ում կառաջարկեք։ Հա։ Իսկ դուք ում կառաջարկեք, փոխանցում ում։ Ես հեղափոխության կազմակերպիչը ես չեմ եւ շատ ոչ որպես կազմակերպիչ։ Դուք ինչ եք անելու այդ իշխանության հետ։ Տվեցին ձեզ, ասենք, իշխանով հասկացա, սենց է մոտարապես Նիկոլ եկավ ասեց, ճանապարհները փակեց, Սիրուն Սամվել Կարապետյանն էլ իր ունեցած բոլոր Կարեն Կարապետյանները իրանց բոլոր ռեսուրսները բերեցին դրեցին փողոցում, ճանապարհները փակեցին, Նիկոլն էլ ասեց կամ կլինեմ վարչապետը ես կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։ Ընդամենը 8 տարվա պատմությունը մենք հիշում ենք։ Հիմա ինչ ենք ստանում, մոտապես նույն սցենարը, բայց այս անգամ Կարեն Կարապետյանը չի ուղարկում, Մարդ Սամվել Կարապետյանը չի ուղարկում, Մարդ իշխանությունները կապ չունեն այս ամեն ինչի հետ, ժողովուրդն է իրականացնում հեղափոխությունը եւ սենցա պատկերը կամ վարչապետ լինում է Կարեն Արայանը կամ Հայաստանը վարչապետ չի լինում, ճիշտ եմ հասկանում։ Ինչքան ժամանակ հաջորդ քայլերը, ասենք ժողովուրդը դեմ չի դրա։ Հիմա ասենք այդ վիճակն է, հաջորդ քայլերը։ Հերթով գնանք, հերթով։ Ոչ թե կամ Կարեն Արայանը կամ չի լինում վարչապետ։ Այլ կամ իշխանությունը փոխանցվում է ժողովրդին։ Տվյալ դեպքում մեր կողքը հավաքված քաղաքական անաչառ գործիչների ներկայությամբ ստեղծված ուժին, դա կլինեք դուք, դա կլինի ես անաչառ տեսեք, ես այն անգամ էլ հայտարարեցինք պաշտոնապես, որ Շանթ Հարությունյանից բացի Լույսի բանակը բացարձակ ոչ մի քաղաքական գործիչ ու ուժ չի տեսնում, ում հետ կարա համագործակցի, ում աջակցի եւ այլն։ Հիմա որպես քաղաքական գործիչ եմ օրինակ բերում Շանթ Հարությունյանին, որպես հանրային գործիչ, դա կլինեք դուք, դա կլինի մեր մյուս այն հայը, ով կիսում է այս գաղափարը, այս մարդկանցով է ձևավորվելու թիմը։ Ես երբեք վերջնական թիմ ներկայացնելու պատրաստակամություն չեմ ունեցել, որովհետև ես միշտ ձգտում եմ կատարելության։ Այսօր օրինակ որպես կադր դուք հանդիսանում եք այս ինչ կադրը, լավագույնն եք այս պահին։ Ես որպես վերջնարդյունք դա չեմ դիտարկում, որովհետև վաղը կարա լինի ավելի լավը։ Ու հենց դուք լինելով հայրենասեր, ոչ թե կարճ եք ձեր դիրքից, այլ ասեք այո, ինքը ինձանից ավելին կարանի, եկեք տանք իրան։ Հիմա հստակ ու կոնկրետ վարչապետը ով կլինի։ Դա կորոշվի հենց տեսեք մի քիչ մենակ վարչապետը չի, չէ, թիմ կա։ Թիմը հենց հիմա օրինակ լավագույն բժիշկը դուք եք, պարոն Հակոբյան, լավագույն փորձը դուք ունեք, ես այսօր ունեմ իմ առողջապահության նախարարը, դուք իրան ինքը ձեզ զիջում է ինչ-ինչ հարցերում։ Եկեք դուք եղեք։ Ու սա ասում եմ հանրային ցանկացած ով իր ուժերի ու պատասխանատվության վրա վստահ է, ինքը կարա կազմի մեր թիմը։ Երբեք մեր թիմը չի սահմանափակվել, որ մի րոպե հորող փորստաղեն էսա, այնա լավ է, էս ենք։ Չէ։ Յուրաքանչյուր հայ Սփյուռքից, Հայաստանից, ով գտնում է, որ ինքը իր հերը, իր աղբերը կարա լինի լավ կադր ու օգուտ բերի երկրին,
ինքը գրկաբաց կընդունվի լույսի բանակում։ Ոչ թե որպես անդամ, այլ կոնկրետ վերածննդի շարժման աջակից ու մասնակից ներկայացնելով կոնկրետ ուղղություն ու ոլորտ, որ այս մարդը մեր թիմն է։ Երբ որ պահը գա, եղածը կներկայացնեմ, բայց դեռ չեմ ուզում բարձրաձայնեմ հույսով, որ ավելի լավերին տեղ կտամ։ Ամփոփելու համար ասենց ասեմ, ինչքանով հասկացա, քաղաքական դաշտում ոչ մեկին դուք չեք տեսնում, ոչ մեկին չեք հավատում, շանտարությունից բացի, ճիշտ հասկացա։ Այո, չէ, չենք տեսնում, որն է, բոլորին ենք տեսնում։ Բայց մեր համագործակցության աջակցելու այն էլ սահմանափակ համընկնող որևէ հարցերի շուրջ։ Դա չի նշանակում միասնություն, դա չի նշանակում ենթակայություն, ինքը մեզ կամ մենք իրար կուսակցության մեջ մտնել չկա տես բան։ Զուտ որպես ինչ-ինչ տվյալ պահին համընկնող գաղափարների ու մտքերի շուրջ ձեռնարկվելիք քայլեր, ուրիշ ոչինչ։ Մեզ դիտողների խնդրում եմ անպայման սեղմել լայքի կոճակը, գրել ձեր հարցերը, որովհետև հետաքրքիր բան եք քննարկում, ես կարծում եմ, ես էլ պարբերաբար այդ միջոցառումների մեջով անցած մարդ, ինձ դետալներն է հետաքրքրում, ես պատասխանել ուզում եմ ստանալ պարոն Արայանից։ Պարոն Արայան, մենք արդեն խոսացինք, որ հետևի ռեսուրսը շատ կարևոր է ֆինանսական։ Ու այսօր փաստացի ամբողջ ռեսուրսը, հայկական ռեսուրսը, ինքը հայտարարել է, ասենք օլիգարխիկ համակարգը։ Բոլորը առանց բացառության հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին։ Մեկ իշխանության կողմից, մեկը ասում է ես այնքան ունեմ, ասենք բլոտի նման կարան բաժանել մեկից կարտի կալոդի մեջից մեծ վարչապետ անեմ, մեկն էլ ասում է ես եմ, ճիշտ է, Ռուսաստանի քաղաքացի եմ, բայց հենց եկանք իշխանության սահմանադրություն կփոխենք, ես կդառնամ վարչապետ ու դուք բոլորդ կուշտ եք լինելու, իմջելոց կուշտի վրա է դրված հիմնական բանը։ Հիմա ռեսուրսը զբաղված է, ռեսուրսը ուրիշ պլաններ ունի։ Իսկ մեր հայկական ռեսուրսը բավականին սահմանափակ է եւ տեսանելի։ Ինձ էլ ձեզ էլ մեզ դիտողներին էլ։ Որտեղից ենք ստեղծել այդ ռեսուրսը, որ համապատասխան ինքը հզորություն է ունենալու եւ կարողանալու է այդ ամբողջ զանգվածից մարդկանց բերի էսկոն, որովհետեւ գիտենք մեդիաները իրենց ձեռքում է, թերթերը իրենց ձեռքում է, քաղաքականությունները իրենց ձեռքում է եւ պարլամենտում եւ պարլամենտից դուրս 99%-ով իրենց ձեռքում է։ Այդ ոնց եք դուք պատկերացնում։ Դա կլներ ցավալի իրականություն, եթե միտքս հնարավորություն չունենար այդ ամեն ինչի մեջ ելքի ճեղք գտնելու, այս այդ ճեղքը։ Հիմա դիտողները դրան են սպասում։ Տեսեք, նախ գամ նրան, որ ոնց հասկացա խոսքը 3 թե 3 չառաջորդվա այդ հավաքի մասին է, որտեղ այդ բանի ոնց էր անում, մեր ձևովի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյան։ Ճիշտ է, չի կարելի այսօրվա սահմանադրության, բայց մենք կվերցնենք իշխանությունը, գանք Ես սահմանադրություն։ դրա մասին արդեն ասել եմ, որ այդ սահմանադրության տվյալ կետի փոփոխությունը խոսում է Հայաստանի ինքնիշխանություն ունենալու հիմնասյուներից մեկի քանդմանը, որը բերում է վաղվա արտոնությունների արտաքին ուժերի համար, որ մտնեն ու զբաղվեն մեր ներքին քաղաքականությամբ։ Ինչպես նաև ուզում եմ, որ բոլորը իմանան, քանի որ իրանց խոսքը հիմնված է նրա վրա, որ մենք հարուստ ենք, մենք չենք գողանալու եւ այլն, ես ուզում եմ հստակ բոլորը հասկանան 3 բարձ բան։ Առաջինը, որ հարուստ լինելը դա պետական ծրագիր չի, քաղաքական ծրագիր չի։ Երկրորդը, որ ասում են մենք չենք գողանալու, դա պետական գաղափարախոսություն չի, ու երրորդը, ընտրություններում հաղթելը դա համակարգի փոփոխություն չի։ Ու ելի եմ ասում, համակարգը ոչ թե պարլամենտականից նախագահական, այլ արտաքին կենտրոնների կախվածության մասին է խոսքը։ Հիմա վերադառնանք ռեսուրսների մեջ ճեղք գտնելու մասին։ Աշխարհով մենք ունենք բազմաթիվ մեծահարուստ հայեր, ովքեր քաղաքական առումով անաչառ են, ու իրանց ողջ էությունը հիմնված է հայրենասիրության վրա, ովքեր ապրում են Արևմտյան Հայաստանով, Նախիջևանով, Արցախով, անգամ ամբողջ Արևելյան Հայաստանով։ Խոսքը Վիր Կաղվանքի մասին է, որ այսօր կոչել են Ադրբեջան։ Այս մարդիկ չգիտեն ուր ներդնեն իրենց ռեսուրսը, որպեսզի երկրին օգուտ տան, որովհետև ոնց որ դուք եք նկատել, վստահաբար իրանք էլ են շատ լավ նկատում, որ յուրաքանչյուրը որևէ մի արտաքին կենտրոնի սպասարկու է, իսկ դա հայանպաստություն չի։ Դա ստրկության ընտրությունն է, ում ծառան ես ուզում լինել սրա, թե նրա։ Հիմա թեզա չէ շրջանառվում, որ հա դեռ ռուսին չեք ուզում, գնացեք դառեք թուրքի ստրուկ։ Այսինքն այս մարդիկ ստրուկ լինելուց բացի ուրիշ բան լինելու ընդունակ չեն, իրանք իծնե ստրուկ են, որ եթե դու հրաժարվում ես մի ստրկությունից, ըստ իրա կարճ խելքի անպայման պետք է ընտրես մյուս ստրկությունը։
Սա այս թեզը առաջ են տանում մենակ ստրուկները։ Իսկ իրական ու ազատ Աստծո կամքով տված ազատություն վայելող իրական հայը ինքը չի կարա դիտարկի, որ եթե այն չի, ուրեմն այնա բա ում տակ պարկենք, շատ կներեք կոպիտ արտահայտվելու համար, բա ումից կախվածություն ունենք, բա ոնց անենք։ Իրական հայը մտածում է ինչի մեզ ինչ ա եղել, մենք մեզնով չենք կարա, մենք մեր գիտնականներին նայեք, մոլորակի 220 քանի պետություններից, երկրներից դժվար գտնեք մի պետություն, որի կառուցման մեջ գոնե մի հայի մատը խառը չի, թեկուզ եւ ոչ յան ազգանունով։ Ուրեմն մենք մեր պետությունը չենք կարում կառուցենք, աշխարհը սարքինք աշխարհ, աշխարհին տվեցինք քաղաքակրթություն, բայց հերթը գալիս է մեր ոտքի կանգնելու, մենք չենք կարա, ով էլ ասում է մենք կարանք, ասում են ուտոպիստ։ Այդ է ստրկամտությունը։ Ու այս հայերի մեջից, ովքեր աշխարհում ապրում են Հայաստանի հայրենասիրությամբ, ունեն ռեսուրս ու չգիտեն ուր ներդնեն։ Ես ոնց որ ասացի, նորից կրկնում եմ, մոտ օրերս երևի վաղը, չգիտեմ, կամ մյուս օրը, ձեզ անպայման անձնական նամակով հղումներ կուղարկեմ։ Մեր բոլոր ծրագրերը, հիմնադրույթները, ամեն ինչ, այն հարցերը, որոնք միգուցե այս եթերում չհնչեն, դրանց պատասխաններն էլ հետը դրվելու են հանրային դատին։ Այս մարդիկ կարան ծանոթանան ու իրենց ռեսուրսը ներդնեն իրական տեղում, առաջարկեն իրանց մարդկանց որպես մեծ թիմակից, ովքեր կհամապատասխանեն այն չափանիշներին, որոնք կառուցված են բացառապես արտաքին կախվածությունից զերծ ու հիմնված ազգային գաղափարախոսության ու հայրենասիրության վրա։ Ես նորից եմ ասում, լույսի բանակը մեծ սիրով ու գրկաբաց պատրաստ է ընդունի յուրաքանչյուրին, ով կարծում է ու ունի պատասխանատվություն, որ կարա մի բան ներդնի մեր երկրի զարգացման ու հզորացման մեջ։ Շատ բարի, տեսեք, պարոն Արան, նախ շնորհակալ եմ բոլորին նրանք, ովքեր այդ հարցերը գրում են, կարծիքներ են գրում։ Ես հարցնում եմ մասամբ նայել, մասամբ անդրադառնալ, մասամբ ներառել իմ հարցերի մեջ, ձեր հարցերը, ես որ ձևակերպում եմ իմ հարցերը, ձևակերպում եմ ձեր հարցերից ելնելով, ոնց սիմբիոզ եմ անում։ Տեսեք, ինձ հիշեցնում են մեզ դիտողները, որ այն հանգամանքը, որ դուք Շանթ Հարությունյանի անուն եք տալի, բայց չէ որ ինքը միացել է Արման Թաթոյանի փաստացի։ Ես էլ Ես նոր եմ լսում, անկեղծ նոր եմ լսում։ Իսկ ես մոռացել էի, շնորհակալություն Անուշիկին, ինձ Գերմանիայից ինձ հիշեցրեցին, նախ ոնց է հնարավոր Շանթ Հարությունյանի վրա հույսներ Արման Թաթոյանին, դա բա փոխում է ձեր համար ինջերից։ Իմ արդեն փոխեց, հա։ Չէ, տեսեք, ես Շանթ Հարությունյանին այդ հիմնավորումն էլ տամ ինչի համար է առանձնացվում։ Իր քաղաքական վարքագիծը չունի ոչ մի ուրիշ քաղաքական ուժ, դա խոստովանելի է։ Ու բացի ամեն ինչը, քաղաքական առումով իր մտածելակերպը բացարձակ ազատ է ու ազգայնական։ Միակ իրան տարբերող բանը էս է, որ ինքը ամեն կերպ ոնց ուզում ես նայի, տեսեք, այս նորվա լուրերը հələ դրենք մի կողմ, հեսա դրանք անդառնանք, նոր որ իմացա, ինքը համակարգից դուրս է ու դրա մասին ճչում ու գոռում ու ապացուցում է։ Էսա միակ բանը, որ գտնվել է գաղափարային ու քաղաքային վարքագծի նմանություն, որի հիման վրա որոշել ենք, որ մենակ այդ մարդն է, այն էլ սահմանափակ քայլերի համադրությամբ։ Ինչ վերաբերում է միացելա թե չէ, ես չգիտեմ, ես նոր եմ իմանում, բայց ես ձեզ կարամ ասեմ Շանթ Հարությունյանի խոսքերը, որ ասվել է անձամբ ինձ, որ ինքը երբեք ու ոչ մեկի չի միանալու։ Ես չգիտեմ, ես լուրերը Դա ինձ ասեմ, բայց այս դուրը պաշտոնական է, ես մոռացել եմ, ինձ հիշացեցի։ Եթե դուք եք հաստատում, պարոն Հակոբյան, ես չգիտեմ, քանի որ ես ծանոթ չեմ, ես չեմ կարող ոչ Դա ինչ-որ բան փոխում ես ասեմ։ Փոխում է այն, որ հենց ինքը Շանթ Հարությունյանը փոխում է իր խոսքը, որ ոչ մեկի երբեք չի միանալու, բայց փաստորեն միացել է։ Միգուցե ձևակերպումն է սխալ, չի միացել ինչ որ ուրիշ բան է, ես չգիտեմ։ Բայց եթե բառացի միացումը կա, ապա Հասկանալի է։ Ես ասեմ, որ ես էլ էի զարմացած, ինչ գործ ունի Շանթ Հարությունյանը, ասենք Արման Թաթոյանի հետ, ասենք իրանք ծայրահեղ բևեռներ են, էլի, ծայրահեղագույն, Ես զարմացած եմ ու արմատական հակառուսը ռուսական կոալիցիայի մեջ ինչ գործ ունի։ Բայց ամեն դեպքում դա իր ամուսնությունն է, ես դա երբեք չեմ էլ անդրադարձել։ Ուղղակի շնորհակալություն Անուշիկին, որ հիշեցրեց։ Ես ձեզ խնդրում եմ, գրեք ձեր հարցերը, գրեք ձեր ինչ եք մտածում։ Ես անցնեմ այդ հարցերին, դա մասին մենք ենք խոսել։ Ինձ հիշեցնում են լավ,
ասենք մենք որոշում ենք այդ հեղափոխությունը անենք ու ոչ մեկ դեմ չի։ Ես չեմ կարծում Հայաստանում կա մարդ, որ չի ուզում տրանսից ազատվի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները միակ եւ լավագույն միջոցը չի։ Մեզ մնացել է 3 ամիս։ Մարտ, ապրիլ, մայիս։ Պրծա փետրվարը մենք ռեալ ունենք 3 ամիս։ 3 ամիսը հեղափոխության կազմակերպելու համար ես չեմ կարծում դա Էնել եթե ասենք մի վեցը չի կանգնած թիկունքում կամ Մոսադը դժվար է 3 ամսա մեջ ինչ որ բան խելքի բերել։ Ասենք մենք փորձում ենք ու չի ստացվում։ Ինչ ենք անում դրանից հետո մասնակցում ենք ընտրություններին թե չէ։ Որտեւ իմ բանաձևը սենց է եղել, պարոն Ալյան։ Ես երբեք չեմ թաքցրել։ Երբեք ես կողմ եմ հեղափոխության։ Ես կողմ եմ ցանկացած ձևով սրանց ուղարկելու իրենց արժանի տեղերը։ Հա, բայց եթե չենք հասցնում Միջև հունիս միակ տարբերակը մնում է մեծ մասնակցությամբ գնալ եւ սրանց տապալել ընտրություններով։ Սա իմ բանաձևն է, խնդրեմ ասեք ձեր։ Նախ չեք կարա։ Դա միանշանակ իմացեք, որովհետեւ յուրաքանչյուրը եթե 3 ամսում մենք չենք հասցնի հեղափոխություն, 3 ամսում չենք էլ հասցնի ընտրություն։ Դա միանշանակ։ Նախ սկսեմ նրանից, որ ես երբեք իմ սկզբունքներին չեմ դավաճանել ու չեմ դավաճանի։ Ես քանի որ ասում եմ ընտրությունների մասնակցողը համակարգի մի մասը, ես չեմ կարող գնամ ու մասնակցեմ ընտրությունների։ Ես միգուցե այդ այսինքն ուզում եմ ասել մեկին ընտրեմ այդքանի մեջից աջակցեմ, չի կարա տես բան լինի, որովհետև յուրաքանչյուր մասնակից իմ համար համակարգի մասը դա անբեկանելի փաստ է, խորքային, մակերեսային, ցանկացած առումով իմաստով իրա։ Տեսեք, ընտրություններին մասնակցելու համար պետք է դու համաձայնելնես համակարգի հետ։ Վերջի վերջո հանձնվելով, դա հանձնվել է, որ մեր մոտ ստացավ, դե լավ գնանք ընտրությունների, դա գիտեք ինչ է ստացվում, դա ստացվում է, որ այն ովքեր մեր մասին ասում էին, որ մենք աթոռի կռիվ ենք անում, ճիշտ էին ասում։ Մենք աթոռի կռիվ չենք անում։ Վստահ եղեք, եթե ինձ ուղղակի աթոռ պետք լիներ, ես անցած տարել եմ առաջարկ ստացել պաշտոնի բոլոր բևեռներից, բոլոր։ Էլ պաշտոնի, էլ դիրքի, էլ ինձ պետք չի ուղղակի պաշտոն, ինձ պետք է երկիրս փրկվի։ Դրա համար կա մի տարբերակ։ Այդ հեղափոխությունն է չստացվելու դեպքում գնալ ընտրությունների ասելով դե լավ չեղավ գոնե մի բան կրճենք, ես դա տենց եմ անվանում ու որակավորում։ Դա իմը չի։ Որովհետև տապալելու մասին մոռացեք, պարոն Հակոբյան, թող բոլորը ովքեր քաղաքականապես կրթված են, յուրաքանչյուրը կարա հաստատի։ Գնալ պետական ռեսուրսը մենակ իշխանության օրոք ցանկացած 500,000 է։ Այդ դու ոնց ես այդ 500,000-ի շեմը հասնելու, հələ մի բան էլ անցնելու, հաշվի առնելով, որ ազգաբնակչության 50%-ը բացարձակ ընտրությունների չի մասնակցում, մասնակցողների երևի 80%-ը, այդ մնացած 50%-ի 80%-ը մասնակցում է շահագրգռված կողմ ունենալով, սրան ընտրենք մենք լավ լինենք։ Դու չես կարա գերազանցես, դու մաքսիմում 0.5% հավաքես, թե չէ, ու դա խոսում է ոչ թե նրա մասին, որ դու վատն ես, այլ խոսում է նրա մասին, որ կա փաստ, որը անհերքելի է, դու երբեք չես կարա գաս համակարգի դեմ կռիվ տալով, այդ համակարգի օրոք ընտրություններով իրանց հաղթես։ Առավելագույնը ենթադրենք, այտենց արեցին, գնացին վերջը ընտրությունների։ Առավելագույնը ես ունենալու եմ ձեր եթերով կամ իմ եթերով խոսալու փոխարեն ավելացած մի հնարավորություն, որը ազգային ժողովի ամբիոնն է։ Իմ ինչին է դա պետք, որ ինչ, եթե ես բան չեմ կարող անեմ։ Ես падգամավոր չեմ ուզում դառնալ, ես պաշտոնի խաթր չեմ ապրում, իմ բանը այդ աթոռը չի։ Բայց չգիտեմ, դա բացառվում է, ուզում եմ կարճ կապել ու հստակ պատասխանել։ Հեղափոխությունը չստացվելու դեպքում պետք է մերվենք, որ մոտակա 10 տարին մենք նորից մնալու ենք նույն հայակորձան համակարգի մեջ, ապրենք նույն տաշտակի առաջ, ու եթե այսօր հələ որոշ հայրենասեր մարդիկ դեռ մնացել են Հայաստանում, մերվենք իրանց արտագաղթի հետ էլ, ու մերվենք նրա հետ, որ այս երկիրը մնաց բոշեքին, ադրբեջանցիներին ու չգիտեմ էլ ում։ Դրա համար յուրաքանչյուր հայ պետք է վճռի ու հստակ հասկանա, որ չկա երկրորդ շանսի հնարավորություն, այս մեկն է։ Դուրս են գալիս ու մի օր է պետք, պարոն Հակոբյան, մի օր։ Դրա համար պետք են ռեսուրսներ ու նորից ձեր հարթակից էլ օգտվելով ձեր թույլատվությամբ, կոչս է յուրաքանչյուրին, որ ովքեր կիսում են այս գաղափարը, հնարավորինս ձեր եթերից, իմ եթերից, որտեղից ուզում ալ իրանք իրենց բառերով
տարածեն ու տան ճանաչելիություն վերածննդի շարժմանը, որովհետև մեզ չեն տալի մեդիա հարթակ։ Մեզ ոնց ալնում ընդդիմադիրներին ճակերտավոր հմեկներից չեն իջնում, դրա ընդդիմադիրը էլ ոնց ալնում։ Իսկ մեզ մի անգամ որևէ հեռուստալիք չհրավիրեց, ինչի համար, որովհետև վախենում են ճանաչելիությունից, որովհետև մեզ ճանաչող նոր 10 հոգուց 5-ը մեր հետ է։ Ես ուզում եմ, որպեսզի բոլորը մեզ աջակցեն, դուք էլ այդ թվում, պարոն Հակոբյան, այսինքն հանրային ձեզ եմ ասում։ Եթե կիսում եք այս գաղափարը, բոլորս պետք է լինենք այս գաղափարի իրականացման ջատագովը։ Յուրաքանչյուր հարց, նշի էս մի եթերներ սահմանափակվանք, ով ինչ հասցրեց հարցնի ու վերջ։ Ընթացիկ, բարբերաբար, պետք է ասուլիսներով, ամեն ինչ մանրամասն Լույսի բանակը պատրաստ է բոլորի դեմ սփռելու ու պահելու բան չունի։ Ամեն ինչ հստակ, իր բացատրությունով, ռեսուրսով, նպատակով, ամեն ինչով։ Յուրաքանչյուրն է հստակ իմանալու ինչի համար է կանգնում վերածննդի շարժման կողքը։ Ու յուրաքանչյուրը, ով կարողանում է ապահովել այն բացը, որով չի կարողանում Լույսի բանակը այսօր հստակ զբաղվի լոբինգով ու իր գաղափարների տարածմամբ մարդ հավաքելով եւ այլն, դա ֆինանսն է։ Ով էլ կարողանում է աջակցի տենց։ Ուրիշ բան, այս պահին պետք չի այս իշխանություններից ձերբազատվելու համար։ Ու երբ օրը եկավ, երբ հասկացանք միասին, ես էլ, դուք էլ, որ վերջ արդեն հասունացել է ու պատրաստ ենք, ինձանից էլի ես երեկվանից արդեն դուրսն էի, բայց անիմաստ։ Այն պահին, որ զգանք իմաստ ունի, քանի որ ժողովուրդն էլ է մեզ միանալու, մենք էլ ունենք այն ռեսուրսը, որպեսզի ապահովենք պահի տակ ծակած յուրաքանչյուր կարիք, մի վայրկյան անգամ չեմ տատանվի։ Ու այդ ժամանակ ես ձեզ խոստանում ու վստահեցնում եմ, օրերի հարցը այս մղձավանջից պրծնելը։ Մարդիկ առանց մեզ փորձելու անում են ենթադրություններ, որ այնի չարես դուք էլ չեք անի։ Ես համաձայն կլինեմ այդ մտքի հետ, երբ որ փորձեն անհրաժեշտ քանակությամբ ու աջակցությամբ կանգնեն մեր կողքին ու մեր մոտ չստացվի, այդ ժամանակ թող ասեն դուք հերթական եսի միջն եք։ Անհնար է մեր դեպքում այս իշխանությունը սարսափում է իմ ու իմ ժողովրդի միասնությունից։ Իմ ասելով այդ իմ բառի մեջ մտնում եք համ դուք, համ յուրաքանչյուր հայրենասեր անհատ։ Մեր գործող կերպարների մասին է խոսքը ու ժողովրդի միացումը այս համակարգի ահու սարսափն է։ Դրա համար են պառակտում, դրա համար են զրպարտում, դրա համար են անում ամեն ինչ, որ մեզանից բանեն։ Բարի, տեսեք, ես հարթակում մեր բոլոր դիրերը անկախ քաղաքական հայացքներից, ծրագրերից ունեն իրենց աջակիցներն ու հակառակորդները։ Եվ աջակիցներին այդ ակրկրում, ասենք ձեր հեղափոխությունը հաջողելու պարագայում իրենց ինչա սպասվում, եւ հակառակորդներին է հետաքրքիր ամեն դեպքում հաջողության պարագայում ինչա սպասվում իրենց Արցախի հարցում, ներքին կոռուպցիայի հարցում, լյուտրացիայի հարցում, Հայաստանի սահմանների հարցում, եթե դժվար չի համառոտ նկարագրեք եւ Պարոն Հակոբյան, դուք էլ եք գիտակցում, հասկանում, որ անհնար է այդքանին համառոտ պատասխանել, որովհետեւ կարա դա ստեղծի թյուր ըմբռնման հիմք։ Եթե կարճ համառոտ ասեմ, Արցախը հետա գալու, ես գիտեմ ոնց, ասենք, տենց չի։ Տեսեք, հեղափոխությունը ինչով է առավելություն ընտրություններից։ Այ ամենակարևոր բանը։ Տեսեք, նոյեմբերի 9-ի ստորագրություն, ESN, ընտրություններով գալու դեպքում դա բարդություն է չեղարկելը գրեթե անհնար է։ Չէ, հեսա կասեմ չեմ։ Ես հստակ ձեզ միջազգային իրավունքի կետերով էլ կարամ ասեմ, հետո ով ուզում է կարա առանձին ստուգի։ Ամբոստության ճանապարհով հեղափոխությունը ինքնին մերժում է այս 8 տարիներում ինչ կա, որ չի բխում հայ ու Հայաստանի շահերից, ավտոմատ ոչնչացնում է։ Մնում է մի հատ կնքես, որպես արդեն հեղափոխություն արած նոր իշխանություն։ Յուրաքանչյուր հայավնաս պայմանագիր ու ստորագրություն միանշանակ որպես օրինական հիմք վերցնելով ժողովրդի ըմբոստության ճանապարհով իշխանություն փոխելու փաստը շատ հանգիստ միջազգային հանրության աչքի առաջ կարած չեղարկես ու դրա համար քեզ ոչ մեկ հարց ու պատասխան չի անի, ոչ կկանգնացնի պատերազմի առաջ, ոչ էլ այն մեկի, բնականաբար բանակցությունների, շարունակական բանակցությունների արդյունքում։ Դա նենց չի, որ այսօր եկար ու վաղը բոլոր հարցերը լուծված է։ Սա յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է։ Բայց ոչ մի, տեսեք ամենապրիմիտիվը, լավ Արևմտյան Հայաստանը ասեմ, որ ավելի բարդ է թվում։ Արցախը խնդիր չի, բայց այն քաղաքական ուժը, ով ի սկզբանե խոսում է Արցախից,
ինքը գնում է կամ ստի կամ կործանումի ճանապարհով։ Համար մեկը, որը լուծելու է Արցախի հարցը ինքնաբերաբար, դա Նախիջևանի ու Արևմտյան Հայաստանի հարցերն են։ Մենակ բավական է, տեսեք, 1921 թվականի դեկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Դրա համար ինչ 20 թվականի դեկտեմբերի։ Հա, ես ինչ ասեցի։ Իսկ 21 ասեցի, ես։ Չէ, կարող է սխալվել 20 թվականի դեկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց ու դա է միակ պատճառը, որ Վիլսոնյան ծրագրի մասին եմ խոսում, որ 40-ից ավել պետություն անգամ այդ թվում իմ համար շատ զարմանալի Պակիստանը ընդունել է այդ նախագիծը ու որ գոյություն չենք ունեցել այլևս որպես Հայաստանի Հանրապետություն մենք չենք կարողացել ներկայանալ որպես շահառուկոն, որը հաստատում է պահանջը ու ստանանք այն ինչը մերն է հետո անկախությունից հետո տեսեք Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Քոչարյան, Նիկոլ այսօր Հայաստանի Հանրապետությունը վերականգնված է, չէ՞։ Ոչ ոք չի անդրադառնում այդ հարցին, ընդհակառակը Արարատի լոգո են հանում։ Ընդամենը Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որը մեկը նախնական պայմանագիրն է, մյուսը իբր վերահաստատումն է, երկուսն էլ միջազգային հարթակում ճանաչվել են ապօրինի։ Յուրաքանչյուրը Վիկիպեդիայում էլ որ գրի Կարսի կամ Մոսկվայի պայմանագիր տիպը բերում է ապօրինի։ Մենակ որպես շահառու կողմ, մինչև այսօր ուժի մեջ է դա։ Հենց այսօր Հայաստանի իշխանությունը ասի, ես որպես շահառու կողմ ընդունում եմ Արևմտյան Հայաստանը որպես իմ հանրապետության մաս, վաղը գնում ենք մուշ որպես մեր հող, ոչ թե որպես տուրիստ, չեն անում։ Այս ամեն ինչը այնքան են բարդացրել, որ այսօր եթե ես խոսում եմ Արևմտյան Հայաստանի կամ Արցախի վերադարձից, բոլորին թվա այդ այնքան բարդ է, բա որ տենց է մինչև այսօր խիտ չեն բերել, որովհետև իսան չեք ունեցել երկրի ղեկին, որովհետև ունեցել եք մենակ սեփական շահերը սպասարկող ինչ-որ կույտ։ Իշխանություններ իրար փոխանցվող, որոնք առաջի Արցախյան պատերազմից հետո այդ հաղթանակը արեցին իրանցով, ինքնահռչակվեցին որպես ղեկավարներ, ու մինչև այսօր իրար պաստալով եկե հասել ենք մինչև Նիկոլ, որը խաղում է հակառուս, բայց չի հերքում ոչ 92 թվի Լևոն Տեր-Պետրոսյանի պայմանագիրը, որ մենք ամբողջությամբ Ռուսաստանին ենթարկվող ենք, մինչև այսօր դա կա։ Իմիջիալոց լավ առիթ էր։ Ես կհրապարակեմ ես, եթե պետքա ձեզ էլ կուղարկեմ, դուք էլ ցույց տվեք, կետ առ կետ մարդիկ թող կարդան։ Ինչ վիճակում ենք մենք հիմա։ Չի հերքվել այդ ամեն ինչը Արևմտյան Հայաստանը վերադարձնելու նպատակով չեն բարձրաձայնվել Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի ապօրինություններ ու որպես շահառու կողմ մենք չենք ներկայացել, չի արվել ոչ մի բան։ Ու հավատալ սրանցից մեկին, մանավանդ այսօրվա տեխնացուները, որ ում խոսում ես, մեկ ասում է ես ասֆալտ կանեմ, այն ասում է ես պլոնկա կմքացնեմ, այն ասում է հաց կուտեք, մեր կուշտը փորը կուշտ է, չգիտեմ ինչ է։ Այս ժողովրդին ինչի տեղ եք դրել։ Դարերով հային համոզել են, որ դու փոքր ես, որ դու ոչ մի բան ես, որ դու փոքր ռեսուրս ունես, փոքր երկիր, փոքր մարդ ես։ Այսօր արդեն քեզ համոզում են, որ համել քո պահանջներն է փոքր։ Դու մենակ հաց ուտես հերիք է։ Ախպեր ես իմ երկիրն եմ ուզում, իմ Արևմտյան Հայաստանը, իմ անվտանգությունը ու աշխարհում իմ արժանապատվության ու դիրքի վերականգնումը։ Որ մեկն է խոստանում ու ով է ասում դա ոնց է անելու։ Ոչ մեկ, ես ում վստահ եմ բացի վերածննդի շարժման գաղափարից։ Մարդկանց ինչ կոչ անեմ, գնան ում ընտրեն։ Բնականաբար ասեմ, եկեք միացեք վերածննդի շարժմանը։ Ամբողջ պատասխանատվությունը ռիսկային հարվածները ես վերցնում եմ իմ վրա։ Մենակ իմ։ Մենակ միացեք, կանգնեք կողքից։ Ու Աստված մեզ առաջնորդի։ Շատ բան, ես ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ ձեր հարցերին կպատասխանեմ ես վաղը, այսօր հարցերին պատասխանելու հերթը պարոն Ալայանինն է, իր եթերին է։ Ես ընդամենը մի լրացում անեմ, որ ցանկացած փաստաթուղթ, ցանկացած համաձայնություն, դա կլինի օգոստոսի 8-ին, նոյեմբերի 9-ին, ինչ ուզում ալինի, ստորագրված Փաշինյանի կողմից դրանք թղթի կտորներ են։ Մի շատ պատճառով, որպես խորհրդարանական երկիր ոչ մի սրա համաձայնագիր ու ստորագրություն հաստատված չի, վավերացված չի խորհրդարանի կողմից։ Դա մեկ, երկրորդն 20 թվականից այս կողմ Փաշինյան Նիկոլի բոլոր գործողությունները կատարվել են սահմանադրության խախտումներով, Փաշինյան Նիկոլը հանցագործը 20 թվականի նոյեմբերի 10-ից սկսած։ Հա, հետևաբար հանցագործ վարչապետի ոչ մի որոշումներ, հայտարարություններ չի կարող լեգիտիմ լինել։ Այդ ամեն ինչը ջուրը լցնելու համար հեղափոխությունից բացի
ընդամենը պետք է դրան դատել իր անցակների համար։ Շատ տեղեկություն պարոն Հակոբյան, եթե դուք ճիշտ եք ասում, այո, սահմանադրական կարգը խախտելով բազում ստորագրություններ ունի։ Ինչն է թույլ տալի իշխանությանը խախտել սահմանադրական կարգը ու անել ինչ ուզում է։ Ուզուրպացված իշխանությունը, դատական համակարգի բացակայությունը, իրավական համակարգի Մի բառով, համակարգի կառուցվածքը։ Այո։ Այդ նույն համակարգի կառուցվածքի ու գրված կանոններով ընտրություններում անգամ հաղթելու դեպքում ինչը բացառված է։ Ոչ մեկ այդ երաշխիքը չունի ու չի կարող ունենա։ Վերափոխել այդ համակարգի թույլ տված բոլոր թյուր ստորագրություններն ու պայմանագրերը դա абսուրդի հասնող բան է։ Եթե ուզում ես փոխես, ընտրի ի սկզբանե համակարգի մերժումը, որովհետև հետո հենց ինքը համակարգը ինքը շատ ճկուն է, ինքը նենց չի որ հիմարներ են կառուցել։ Այո, հակահայկական է, այո, հայավնաս է, բայց դա հիմար կառույց չի, դա շատ խելամիտ մտածված մեխանիզմ է։ Ոչ մեկին ով ընտրությունով եկել է իշխանության թույլ չի տալու այդ նույն համակարգը դարձնել թյուր ու հակահայկական։ Ինքը ստիպելու է իրան, որ ինքը շարունակի այս համակարգի գոյությունը։ Վերջում մի հարց ձեզ։ Ասում եմ, այսքան հարց տվեք, ես էլ եմ մարդել, իմ հարցը ես տամ։ Ես հարցը տալիս եմ հանրային։ Ես ոնց հասկացա, իմ հասկացածի վրա հիմնվելով եմ հարցը տալի։ Կարանք համարենք անձամբ ձեզ վերածննդի շարժման աջակից ու գաղափարակից։ Ես կողմ եմ ցանկացած ամբողջության գաղափարի, ցանկացած հեղափոխության, ցանկացած ձևով սրանց բանտերը լցնելու գաղափարի շարժումների եւ միջոցառումների։ Կընկնում եմ, ցանկացած։ Քանի որ հիմա ցանկացած անուն որ վաղը փոխեք, ես process-ին եմ կողմ։ Ես հասկանում եմ, ես process բերնագիրն եմ ասում։ Ես process բերնագիրն եմ ասում։ Ես արդեն ասեցի։ Ես արդյունքի, ես ցանկացած process-ի կողմ եմ եւ դա միշտ 10 ձեռով, ասենք ամբողջ մեդիա ռեսուրսը կարող է Ես հարցնում եմ ես ձեր պատասխանն ու դիրքորոշումը լավ գիտեմ, ես հարցնում եմ ոչ թե իմ իմանալու համար, այլ որպեսզի լսեն են մարդիկ, ովքեր իրանց բաժնով էլ հիմնվում են ձեր կարծիքի վրա, ովքեր ես էլ կարծիքը եթե դա չեմ էլ թաքցրել, խնդրեմ։ Հիմա հարցնում են ես Ղարսի պայմանագրին էլ անդրադառնամ, Ղարսի պայմանագիրը որ անօրինական է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, Ադրբեջանն էլ տալորեց Ղարսի պայմանագիրը վերցրեց Նախիջևանի սեփականացրեց իրան Հայաստանի լուր համաձայնությամբ։ Հիմա հարց կա ուղղակի անցողիկ հարցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից ինչ կա, ասեք մեր կողմ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ոնց խոստացել են, կտենցել այս տարի ապրիլի 24-ին բոլորս ոնց որ ամեն տարի կայցելենք մեր իմացած հուշահամալիրը, ինչ տեսքով իրան գիտենք, ոնց գիտենք։ Հիմա ինչ վիճակում է։ Հիմա արդեն հիմնական աշխատանքները արված է, այդ հայերեն բառը մոռացա աբլիցով վճնին ոնց է։ Երեսապատումն է արվում։ Հիմա հիմնական գործը արված է, ջրամեկուսացնող համակարգերը քաշված են, ամեն ինչ ամրացված է ու որ արդեն վերադառնում ենք զուտ հին տեսքին։ Շատ լավ, ես մեծ դիտողներին խնդրում եմ ներողամիտ եղեք եւ իմ նկատմամբ եւ հյուրերի նկատմամբ մենք ես վստահ եմ ես իմ համար եմ ասում որ չենք հասցնում մենք բոլորս ունենք վստահ եմ մեկ նպատակ արդյունքում հասնելու դա ճանապարհները կարող են տարբեր լինել միջոցները կարող են տարբեր լինել անհամաձայնություններ կարող են լինեն մանր-մունր հարցերում նույնիսկ անձնական հարցերում եւ պետք է ուղղակի քաջություն ունենալ եւ մեծ նպատակի հասնելու համար մանր-մունր խնդիրները շպրտել մի կողմ։ Կարելի է ասած կարճ ասեմ, էլի միշտ վեր դասեք հայրենիքի նպատակները անձնական ամբիցիաներից, այսքան բան։ Հակառակ դեպքում ես հիմա ես եւ պարոն Ալարյանը եթերում միասին անելիք չէինք ունենա։ Հիմա ընդունեք որ կարող եք դուք համաձայն չլինեք իմ հետ կամ մեր հյուրերի ցանկացածի հետ, աշխատեք գտնեք ռացիոնալը, այն ինչ որ կարելի է համակցել, որովհետեւ երաշխության մեջ գոյություն ունի 12 նոտա, ասենք ասեմ, ամեն մեկ առանձին գուցե եւ լավ չի հնչում։ Երկուսի հետ գուցե անտանելի հնչի, բայց երբ որ դու ունես 12 գործիքակազմ եւ վատպետի ձեռքում անգնում,
ստացում են շեդևրներ։ Այսօր պարտադիր չի մենք բոլոր այդ շեդևրները գտնենք մեկ մասու կատարմամբ կամ մեկ նոտայի հնչելու պարագայում։ Ուզում եմ որ մենք դառնանք այն հարթակը, որտեղ գեներացվում է, որտեղ ես ինքս սովորում եմ, մեր հյուրերը սովորում են, գնում եզրակացություններ են անում, հարցերից, կներեք քլնգոցներից կարող է եզրակացություն անեն, հետո կարդան, հետո վերանայեն։ Սա process է, որը ճիշտ process է, բնական է, եւ ոչ ես, ոչ էլ ենթադրում եմ հյուրերը պատրաստի քաղաքական գործիչներ, գուրուներ չեն ծնվել։ Մենք բոլորս մարդկային մեր բան ունենք, ունակություններ, թուլություններն ու առավելությունները, որոնք ունակ ենք սովորելու կամ ունակ չենք սովորելու, վերանայելու կամ ունակ չենք վերանայելու, դա ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում աշխատենք սանից օգուտներով դուրս գանք, գեներացնենք ճշմարտությունը։ Իմ համար ճշմարտությունը միակ, մի հատ է ճշմարտությունը եւ դրան գնալ է պետք։ Եվ ինքը անընդհատ ճանապարհ է, ճշմարտությունը գրիչ չի, ճշմարտությունը միասին ինչ որ հայտարարություն չի, դա ճանապարհ է, որ դու անընդհատ գնում ես այդ ուղղությամբ, հավատալի մնալով քո ամենակարևոր սկզբունքներին։ Այդ ընթացքում դու իմաստանում ես, հասունանում ես եւ այլն։ Այնպես որ գրեք ձեր հարցերը, ես կարդամ ուղղակի հարցերից մեկը, պարոն Ալայան, ի՞նչն է խանգարում համագործակցել ԱԺԲ-ի, Նինա Կարապետյանցանին, Գուրգեն Սիմոնյանի կամ Արտակ Սարգսյանի հետ։ Չնայած Կարեն Ալարյանը արդեն ամեն ինչ ասեց, բայց երևի մի հատ էլ ասի։ Ինչն է խանգարում, ամեն մեկի հետ կապված տարբեր բան, որը ընդհանուր առմամբ բոլորին էլ միացնում դարձնում է մեկ ամբողջ։ Չեմ ուզում հիմա նորից տրվել այն ամբողջին, ինչ ասվել է յուրաքանչյուրի մասին, ով է հարցնում, չգիտեմ անունը, ողջունում եմ մերսի հարցի համար, այդ ձեր թվարկած մարդկանց հետ կապված յուրաքանչյուր կարծիք ու դրդապատճառ Ալիտա ջան, ողջունում եմ Ալիտային, յուրաքանչյուրի հետ կապված ամեն մանրամասնություն կարաք իմ ալիքում գտնեք, ծավալունա, կարաք նայեք բոլորի մասին ձեր կարծիքը իմ պրիզմայով կազմեք, նայեք իմ աչքերով ու հասկանաք ում հետ ինչի համար ոչ։ Ծավալունա, պարոն Հակոբյան, թե չէ կպատմեմ բոլորից, հետո չեմ ուզում բանը փոխվի էլի, բնույթը խոսակցության։ Հասկանալի է։ Հարցերը գրեք ժողովուրդ ջան, ես իհարկե իմ հարցերն ունեմ, բայց սա ձեր ժամն է, դուք կարող եք ձեր հարցերը տալ, եթե չէ, գրում եմ, որ ձեզ անհամբեր սպասում են, հավաքվեք Սալիտակ Երևանի փողոցները, մոռացեք իմաստ լավ, թերիագրված, okay, լավ, ես տեսնեմ, ռազմական ազգայնական հեղաշրջում է պետք, թե չէ միջազգային իրավունք կամ այլ փափուկ բարձրը իրավիճակը չի փոխվում, միայն ազգայնական մակարդակը։ Ես չէ պարոն Հակոբյան, որ մեկնաբանություն կարդացիք, ոչ թե դուք ասեցիք։ Սա ենթադրությունն է, ես էլ ես ենթադրության վրա Արեն Մեհրաբյանի ենթադրության վրա ուզում հարցը ձևակերպեմ։ Այո, չասեմ ռազմական հեղաշրջում, բայց ազգային պետություն է պետք, որպեսզի կարողանանք այս անօրինական այս փուլում, անօրինական, որտեղ միջազգային իրավունք չի աշխատում, եւ հայտարարվում է այդ մասին, որ եթե ես ուժեղ եմ, կարող եմ քեզ ոչնչացնեմ, եւ դա է այսօրվա միջազգային իրավունքը։ Դա միշտ է տենց եղել։ Դուք ինչ կասեք այս մասով։ Միշտ է տենց եղել։ Դեռ քաղաքակրթությունը մարդուն այն անհայտ եղած ժամանակներից։ Միշտ պետք է մերվենք դաժան իրականության հետ, որ աշխարհում գոյություն չունի արդարություն ու երբեք գոյություն չի ունենա։ Արդարը դա ուժերն է, ցավոք։ Ու ցավոք ուժերներից ոչ բոլորն են համապատասխանում մեր իմացած արդար հասկացողությանը։ Դրա համար էլ ձգտում ենք մենք այդ ուժը ունենանք, որպեսզի ձևավորենք իրական այն արդարությունը, որը կլինի յուրաքանչյուր հայի սրտով։ Այո, միանշանակ մեր երկիրը պետք է ամբողջականապես ռազմականացվի, խոսքը պատերազմների դրդելը չի։ Ես երբ որ խոսում եմ բանակի հզորացումից, շատ մարդիկ ասում են, էլի պատերազմ, էլի ասենք ով է լսել, որ հզոր բանակ ունեցողը կարող վախենա պատերազմից կամ ունենա զոհեր։ Հզոր բանակը մեծ մագազինով կալաշնիկով ավտոմատը չի։ Դա այս թվականին այս դարում արդեն ուլտրաձայնային զենքերն են, որ ոչ մեկ դրանից չի զոհվում։
Իսկ թվում է հասկանում եք վերջի դեպքերն էլ Վենեսուելայի հետ կապված ամեն ինչ ասում է։ Ընդհանրապես գեր զարգացած զենք զինամթերք ու ամեն ինչ, մանավանդ մենք Աստված մեզ այն դիրքն է տվել, այն աշխարհագրական կետն է տվել աշխարհում Հայաստանի դիրքի մասին է խոսքը, որ մի փոքր ինքնիշխան մտածողությամբ, պետական մտածողությամբ ու իրականում հայ ու Հայաստան սիրող ղեկավար ունեն այս երկիրը, այս դիրքից շատ ու շատ բան անգամ կարաս աշխարհում փոխես, հաշվի առնելով դրան էլ գումարած մեր ազգի տաղանդերին ու ուղեղներին։ Ես մոռացա հարցը ինչ էր, sense տարավ մի քիչ գնացի ուրիշ կողմի վրա։ Անօրինակ աշխարհում մեր դիրքորոշումը որն է լինելու, հարցի պատասխանը կա, պատասխանը հնչեց ձեր կողմից։ Ես խնդրում եմ հարցերը գրեք, որովհետև հարցերը արագ բարձրանում են վերև, մեկ-մեկ տեսնում եմ գրված է։ Իմ հարցին չպատասխանեցիք։ Ես հարցը չեմ տեսել, որ հարցը տեսնեմ, ես ինքս եմ խնդրում ձեր հարցերը։ Խնդրում եմ նորից գրեք, մի զլացեք, որովհետև երբ որ հյուրը զրուցում է, այս ժամանակ չեմ կարող ձեր հարցը կարդալ։ Ես սպասում եմ պատասխան ավարտվի, նոր կարդամ, բայց այդ ընթացքում ուրիշ նաև հարցեր են գալի։ Խնդրում եմ ներողամիտ եղեք, գրեք ձեր հարցերը եւ ես անպայման կփոխանցեմ։ Մուրան ջան, լավ, հարցը հնարավոր է միանալ դոկին։ Ինչ։ Հնարավոր է միանալ դոկին։ Հարցը ես յալեմ ձեր պատասխանը, բայց էլի նույն հարցերը գրվում է։ Ես նորից ամբողջական ասեմ, քաղաքական դաշտում չկա որևէ մեկը, ում հետ մենք կմիանանք, ում կաջակցենք, կամ էլ ինչ որ մեկին ողջունում ենք։ Սա վերաբերվում է բոլորին, կարակ հերթով անուններ չտակ։ Ու դա ունի հիմնական, դա կապրիչ չի, դա ունի հիմնական բացատրություն ու պատճառաբանություն։ Գաղափարական հենքերի ահռելի մեծ տարբերությունը, ժողովրդի ու ազգի հանդեպ վերաբերմունքի ահռելի մեծ տարբերությունը, վաղվա ծրագրերի խորքայնության ահռելի տարբերությունը, համակարգին մոտեցման ու դիրքորոշման ահռելի տարբերությունները, առավել ևս երբ ընտրությունների էլ մասնակցում են, չկա այնտեղ մեր համար այլևս համագործակցելու եզր։ Բացարձակ ոչ մի տեսակի։ Ես ուզում եմ ասեմ մեծ դիտողներին, որ Կարեն Արայանը սա ասում է բոլորի հետ կապված առանձին ինձ անդադ գրում եք տարբեր տեխնասուների հետ կապված։ Ում էլ թվարկեք իրան վերաբերվում է։ Այս պատասխանը վերաբերվում է փաստացի բոլորին, խնդրում եմ նույն ուրիշ բան գրեք։ Հարց եկա։ Որպեսզի շատ ներողություն ես հարցը հիշեք, որպեսզի ոչ մեկի մոտ թյուր կարծիք չլինի, դրա մասին առանձին տեսանյութ էլ կա։ Ես դեռ 3 տարի առաջվանից ում որ թվարկում եք հիմա, ես բոլորին անհատապես իմ նախաձեռնությամբ հանդիպել ու առաջարկել եմ գործել միասին։ Յուրաքանչյուրը պատասխանել է, որ չէ, ինքը պետք է լինի, այն մեկը մի բանա պատասխանը, այն մեկը լրիվ աբսուրդ, մարազմապատ։ Մի խոսքով ես այդ նախաձեռնությունն էլ եմ իրականացրել, ես այդ փորձն էլ եմ արել, ոչ թե ում անունները այսօր հնչեց, բոլորին։ Եկեք միասին շարժվենք առաջ, եկեք միասին աշխատենք, եկեք միանանք, եկեք միացնանք։ Մեկ ասում եմ մի ասեք, միացեք, ասեք համագործ, այ մարդ, հա, եկեք համագործակ, էլ բառ փոխենք, էլ դիրք փոխենք։ Անհնար, ամեն մարդ իրանով ու այսօր չգիտես, ես պետք է ինչ-որ մեկին միանամ կամ աջակցեմ։ Որ ինչ։ Ինքը ինչ անում, որ ես չեմ կարող անեմ։ Ես կարամ ասեմ ճիշտ հակառակը, որ ես շատ բան անում եմ, որ իրանք միասին վերցրած չեն կարող։ Ու չեն անում, ու չեն արել, չեն էլ անելու։ Եթե սա էլ հետաքրքրի, սա էլ կարամ մանրամասնեմ կոնկրետ ինչ էր։ Դրա համար ժողովուրդ, խնդրում եմ բոլորիդ, եկեք այս թեման փակենք, քաղաքական դաշտ իմ համար այսօր կա զուտ որպես ժողովրդին մանիպուլացնող մանկապարտեզի ինչ որ մակարդակ։ Հաց ուտել, ճաշ ուտել, պլոնկա քաշել, ասֆալտ փռել, թալանչի, ես իմին այս բարերի շուրջ ձևավորված քաղաքական դաշտի գործող էլեմենտները, ովքեր մանավանդ ուզում են մասնակցել այս համակարգային ընտրություններին, իմ համար չեն կարող են հայանպաստ քաղաքական դաշտ կամ քաղաքական դերակատարներ։ Սա խնդրում եմ հստակ ֆիքսեք, ինձ թվում է ավելի մանրամասնելու կարիք էլ չկա, էլի ամեն ինչ ելելոնց ավելի բարձ ասեմ։ Բարձր, հարցեր կան կախի դրամի մասով, որովհետև խոսակցություն է գնում, որ կախի դրամը պետք է ընդհանրապես ժառանգությունից հանվի։ Ձեր կարծիքն են ուզում իմանալ։ Ասեք, իմ հիմքը
ծրագիր ու հիմնադրույթներ կազմելու, եղել է ի սկզբանե յուրաքանչյուր հայի կյանքի սրբության հաստատումն ու յուրաքանչյուրի բարեկեցիկ կյանքի ապահովումը։ Իսկ բարեկեցիկ կյանքն ու կյանքի սրբության հաստատումը իր մեջ պարունակում է մարդու ազատություն, կախված իր թե խոսքի հետ, թե իր նյութական ռեսուրսների վերահսկման։ Հանելով շրջանառությունից թղթադրամը դա նշանակում է հստակ սահմանափակել հայ մարդու ազատությունը։ Իսկ դա իմ համար անընդունելի է։ Կարա ըլնի որոշակի սահմանում, ինչ-ինչ պայմաններում, ինչ-ինչ դեպքերում լինի բացառապես ոչ թղթադրամով, ինչ որ վերահսկողությունների համար։ Բայց դա բացառիկ դեպքերում գլոբալ մեծ բիզնեսների ու այս հարցերում հասարակ շարքային քաղաքացուն ստիպել, որ ինքը չունենա կանխիկ դրամ ու անցնի մենակ այս on-line հաշվետվողական ամեն իր 1000 դրամը խի գնաց, ուր գնաց, ով տվեց, դա ամեն առումով անընդունելի է։ Դա հստակ սահմանափակում է ապօրինի, բարոյական առումով ապօրինի սահմանափակում է յուրաքանչյուր հայ մարդու։ Մեր համար դա բացառվում է։ Շատ լավ, թրիպի մասին ինչ կարծիք ունի։ Թրիպը հողերի հանձնման մի հատ անգլերեն տարբերակ է, ուրիշ կարծիք ինչ ասեմ։ Դե եկեղեցին հարցը կա։ Ես հիմա այնց հարցերն եմ բանանում, ինչ վերաբերմունք ունեք ես եկեղեցու նկատմամբ Վարշավի։ Ես անվերապահորեն աջակցում եմ հայ առաքելական եկեղեցուն, բայց ոչ անհատներին։ Անհատները չեն սրբություն, այլ հայ առաքելական եկեղեցի։ Շատ լավ, ես ուզում եմ ասեմ ժողովուրդ, ինձ հարց մի գրեք, որտեղ ես հարցերին կպատասխանեմ ձեր վաղը։ Շաբաթ օրվա մեծ ֆորմատի մեջ յուրերն են հարցերին պատասխանում Կիրակի օրվա նույն ժամին, երկու պարագայում էլ 19:00, այսինքն երեկոյան 7-ին, Երևանի ժամանակով։ Այնպես որ ես ժամանակը չեմ խլի պարոնարանից, ինքը կպատասխանի։ Չեք կարծում, որ արդեն ուշ է հարցնում են այդ ծրագրերի համար ինչ դուք եք առաջարկում հեղափոխության հետ կապված։ Ուշ չի անգամ ընտրություններից մի օր առաջ։ Ուշը ընտրություններից հետո։ Ուշը ընտրություններից հետո։ Պարզը, հիմա ես եմ ուզում հարցը տամ, տեսեք, այն որ նախապատրաստական աշխատանքապետ քսրայական դա մենք երկուս էլ հասկանում ենք, այն որ մայիսի մենք որ հասկանանք արդեն նախապատրաստական աշխատանքները բավարար չեն, որպեսզի իրականանա հեղափոխություն կոչված կամ պարտադրենք սրանց հանձնվել, դա չի լինում։ Ամեն դեպքում ոչ մի տարբերակ չեք քննարկում աջակցել ինչ որ համեմատաբար վստահելի մարդու, որը խոսք է տալի համակարգ փոխել։ Չէ՞ որ մարդիկ կանոն խոսք են տալիս, այս համակարգը հանցավոր համակարգ է։ Այս համակարգը ստեղծվել է կոռուպցիա իրականացնելու համար, երկիրը հանձնելու համար, սա մի խոսքով իր բոլոր բացասական բաների մասին շեշտում են։ Կան այդ մարդիկ, որոնք ասում են, եթե ասենք չկա տարբերակ, չլինելու պարագայում ասել ընտրում ենք, կոպիտ եմ ասում, չարյաց փոքրագույնը, գնում ենք երկրորդ տարբերակով, հաղթում ենք ընտրություններում ու փոխում ենք համակարգը, որ հեղափոխության կարիք չլինի։ Ընդհանրապես չի դիտարկվում այս հարցը։ Պարոն Հակոբյան, ես ձեր հարցին պատասխանելուց ուղղակի անկարող եմ անտեսել այն փաստը, որ ես ոչ միայն ձեր հարցը կարամ գլոբալ դիտարկեմ, որ այդ դեպքում ճիշտը որը կլինի, այլ հիմնվեմ այն բանի վրա, որ ես բոլորին եմ ճանաչում։ Մարդիկ, ովքեր խոսում են կոռուպցիային դեմ լինելուց, ես հիմա շատ ճակերտ չեմ բացի։ Անձամբ ինձ ասում են, «Էս ինչը թող այսքան փող տա, ես sense բան կանեմ» կամ չեմ անի։ Չկա մեկը, ում ես վստահում եմ ընտրությունների մասնակից, թե անհատական։ Եթե անազգանուն չեք ասում ու գոնե ասեք այդ ասողը մեր եթերում, այստեղ եթերում ներկա է եղել երբևէ։ Ես ճիշտ ասած չգիտեմ, հիմա ասեմ հա, ասեմ չէ, բարձր եղել է։ Եթե չեք տեսել, ավելավոր չեմ տեսել, չէ։ Գոնեսած լինեիք, գոնե հստակ կասեիք այ եղել է։ Դա մի օրինակ, երկրորդ օրինակը, ով ինձ անձամբ ասում է, որ երբ որ խոսում ենք միասնական իշխանության գալուց, ես ասում եմ, գիտես ինչ, պատկերացնում ես այսօրվանից իշխանություն ունենք, բոլոր դպրոցները Գարեգին Նժդեհի, ու այդ բառի վրա էլ չեմ կարում շարունակեմ, ասում եմ, այդի հեչ,
Դու պատկերացնում ես, մենք տարեկան 9 միլիարդ դոլար եկամուտ ենք ունենալու, մենք։ Ասում եմ, մենք ով? Հայաստանի եկամտի հետ ես, ասում եմ, հա, բա դու ինչ կապ ունես։ Այս մարդիկ են տեխնացուները այսօրվա։ Ես եմ որ ասենց հաթաթ կարամ թվարկեմ։ Ես ում վստահ եմ, ում աջակցեմ։ Լավ, իրանցից դուրս մարդ չկա։ Իրանցից դուրս Տեխնացություն է։ Այսինքն զուտ ես իրան որակավորեմ որպես տեխնացու, անգամ եթե Տեխնացուների մեջ որ այդպիսինը չկա։ Այսօրվա մեկը այդպես չի, մի քիչ անենցն է, բայց հաստատ մեկը չկա, ում ես կաջակցեմ։ Եթե անգամ այսօր ես պարզ ասում եմ օրինակ Պողոսին աջակցում եմ շատ համահունչ մեր գաղափարների հետ համադրելի գաղափար կարող քաղաքական ուժը կամ քաղաքական դերակատար։ Ինքը հենց մտավ ընտրությունների տեխնացու դարավ, ինքը համար դառնում է նույն համակարգի մաս, այսինքն զուտ է որ դիմակը պատրվում է որպես աթոռի կռիվանող, ոչ թե իրականում համակարգի դեմ պայքարող հանուն հայ ու Հայաստանի։ Այսինքն իրական համակարգի դեմ պայքարողը բացառապես պետք է գնա տեղափոխական ճանապարհով։ Միանշանակ ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ գոյություն չունի։ Լավ, սենց ասեմ, ընտրություններ չի։ Ինչքան ստորագրահավաքներ տեսանք։ Մեկն եմ հիշում անունով ոնց էր, Հայաքվե։ Դեվի Քոչյանի կազմակերպված։ Չէ, բայց մենակ այն չէր, տարբեր, ինչ որ մեկը համակարգի ներսում թղթաբանությամբ մի բանի հասել է, որ ընտրություններով հասնի։ Ինչ տարբերություն ստորագրահավաքների ու քվեաթերթիկների հավաքների մեջ ինչ տարբերություն։ Հարց եմ տալիս ձեզ, թե դուք ինչպես եք պատկերացնում դիվանագիտական ոլորտում հետագա բանակցությունները այս խառնաշփոթ կարգավիճակից հետո։ Ում հետ։ Ինչի վերաբերյալ։ Աշխարհի այսօր դիվանագիտական ոլորտում բանակցություն։ Եթե հստակեցված բան չկա, ինչի վերաբերյալ ում հետ այլ ընդհանուր ամբողջ մեր դիվանագիտության ռազմավարությունը հիմնված է բացառապես Հայաստանի ինքնիշխանության վրա շեշտը դնելու ու մեր դիրքի բարձրացման վրա, որպես թե անձնական ամեն մի հայ առանձին վերցրած, թե ազգային, թե պետական արժանապատվության բարձրացման վրա, ու որպես սպառիչ պատասխան ասեմ նաև հետևելը, յուրաքանչյուր որոշում մեր իշխանության օրոք կայացվելու է հիմնվելով բացառապես մի հարցի վրա, սա արժեզրկում է հային, թե տալիս է արժեքի ավելացում, եթե արժեզրկում է, այդ թեզը, օրակարգը մերժվում է իսկույն անկախ իր խաբուսիկ գայթակղիչ կողմերից։ Լավ, ես փորձեմ ձեր պատասխանից հետևություն անել եւ պատասխանել Ալեն Մեհրաբյանին, ձեր փոխարեն, որ արդեն պարոն Ալայանը ասեց, որ տեղափոխության բեկատ իշխանությունը թքած ունենա բոլոր նախկին պայմանավորվածությունների վրա, դրանով է ինքը ազատ եւ համակարգային չի։ Հետեւաբար այդ ձևով էլ լուծում են այդ հարցերը, թե հետագայում ոնց կգնան ընթացքին, թե արդեն ասեց արժանապատվության հիման վրա։ Ես ճիշտ պատասխանեցի ձեր փոխարեն հարցին։ Ահա։ Ոնց կարճ պարզ։ Ինչ շատ է նու տենց չակերտավոր նկատողություն անում, ասում են շատ բարդ ես խոսում, չենք հասկանում, չգիտեմ ինչն է բարդությունը, ամեն դեպքում քաղաքականությունը ունի տերմինաբանություն։ Երբ որ մտնում ես քաղաքական դաշտ, դու պարտավոր ես ինքնակրթվես, իսկ ինքնակրթվելուց քո մոտ ձևավորվում է քաղաքական տերմինաբանությամբ բառամթերք։ Ուստի սիրելի հայրենակիցներ, կոչս ու խնդրանքս է բոլորիդ, կրթվեք քաղաքականապես ինքնուրույն, ուսումնասիրեք բոլոր ուղղվածությունները, ամենամեծ ցավն է, պարոն Հակոբյան, այսօր մեր հայերը քաղաքականապես կրթված չեն, դա շատ վատ է, որովհետև ստիպել են մեր ժողովրդին, որ քաղաքականության մասին պատկերացումը իրանց մոտ ձևավորվի մենակ թալանչի, թաղեմարևդ այս բառերի մեջ, խորքային ուսումնասիրություն ու գիտակցում ըմբռնում, շատ քչերի մոտ է։ Դրա համար են ինձ շատ քչերը այսօր ընկալում, իսկ դա ցավ է, իսկ ես ապրում ու արարում ու ինչ անում եմ յուրաքանչյուր հայ մարդու համար, էությամբ հայ, ոչ թե մենակ ազգությամբ։ Դրա համար ովքեր էությամբ հայ են, հայրը ջան, քույրեր ու աղբերներ, ինքնակրթվեք քաղաքականապես։ 6000 տարի առաջ Հունաստանում ով քաղաքականությամբ չէր զբաղվում, ասում էին իդիոտ։ Ասում էին խի, ասում որովհետև ինքը չի զբաղվում, չի մասնակցում իր ճակատագրի ձևավորմանը։
Ժողովուրդ, բոլորս պարտավոր ենք մեր ճակատագիրը ձևավորենք ինքներս։ Իսկ ինքներս ձևավորելու համար մենք պարտավոր ենք մեր երեխեքի առաջ ինքնակրթվելու, որպեսզի ճիշտ ուղղությամբ տանենք մեր երկիրը ինքներս մեզ ու առավել եւս վաղը մեր նոր աճող սերունդին։ Դրա համար որպես պարտք մեր աճող սերունդի առաջ յուրաքանչյուրը երկար ժամանակ պետք չի ուսումնասիրեք քաղաքական փորձեր, ընտրությունների օրինակներ, հեղափոխությունների փորձեր, ինչը կապված է քաղաքականության հետ ու ինչը ձևավորել է ազգերի ճակատագիր։ Ինձ թվում է այդ ժամանակ արդեն իրար բոլորս միանշանակ կես բառից կհասկանանք ու ստիպված չենք լինի նույն բանը կրկնել տարբեր ձևերով ու մի քանի անգամ։ Շատ բարի, հիմա հարցնում են արդյոք ձեր մտավախություն չկա, որ այս հարցումից հետո ձեզ կարող են հետապնդել։ Այս հաղորդումից առաջ մի տարի առաջ մենք ոչ թե մեր անելիքի մասին խոսացել ենք, այլ դուրս ենք եկել ազատության հրապարակ մեր ասածը անելու։ Դրանից առաջ մի տարի եւս ամեն անգամ խոսացել ենք։ Հիմա նորից խոսում ենք։ Եթե մենք վախենանք ինչ-ինչ բաներից, ապա ինչ փրկության մասին կարա խոսք գնա։ Ոչ մեկս պետք է սենյակից դուրս չգանք, ոչ մի բան չբարձրացնենք, ոչինչ չխոսանք, կարծիք չքարոզենք, գաղափար չկիսենք։ Ես ոչինչից չեմ վախում, բացի մի բանից, սեփական ազգիցս հիասթափվելուց։ Ու տա Աստված դա երբեք չլինի։ Ինձ ոչ դատելով կարան վախացնեն, ոչ սպանելով ոչ մի բանով։ Իմ միակ վախն է իմ էության, մեր բոլորի էության միասնականության վերացումը, որը այսօր կամաց դարձնում են իրականություն իմ ու բոլորիդ տարանջատված ու անմասնակից լինելու պատճառով։ Դրա համար ոչինչով ինձ վախացնել չի լինի, միակ վախս է, որ վաղը դուք մեզ չմիանաք։ Ուրիշ վախ ես չունեմ։ Տեսեք, Պարոն, ձեր աջակիցներից է գրում Միքայել Գրիգորյան, որ ինքը ձեր վերածննդի շարժումը կողմնակից է, բայց Աստված չանի հեղափոխությունը եթե չհաջողվեց։ Չէ գնալու ընտրությունների, եթե չգնաք ձեր ձայներն անցնելու են ՔՊ-ին։ Սա նույն հարցերն է, բայց ես տալու փոխարեն հիմա կարդում ձեր աջակցի։ Գուցե դուք ինքներդ կոչ չանեք ինչ որ մեկին ընտրելու, այլ մարդկանց ակտիվության կոչ անելու, որ այդ 50% պլյուսը ես վստահ եմ ասում, վստահ հայտարարում եմ 50% պլյուսի պարագայում մասնակցության Փաշինյան Նիկոլը պարտավորած է։ Եթե իրանք կարողանան իջացնեն 40%։ Պարոն Հակոբյան, դուք տեղյակ եք, որ Սփյուռքը արդեն մասնակցելու է ընտրություններին։ Չէ։ Արգենտինայում օրինակ, այս մի օրինակը բերեմ։ Բերել են մարդ են փոխել մի խոսքով պաշտոնյա, չեմ ուզում հիմա շատ ֆիքսվեմ դրա վրա, ով ջանասիրաբար քարոզում է, որպեսզի ընտրեն ՔՊ-ին։ Գովում, փառաբանում, մյուս բոլորին վատաբանում ու դա իրենց մոտ ստացվում է։ Բացի այս ամեն ինչը, դուք եք տեղյակ անձնագրեր ներմուծման փորձի խափանման մասին։ Արտասահմանում ով այդ փորձը խափանելու, եթե օրինակ Հնդկաստանում տանեն մի միլիոն հնդիկի անձնագիր տան, ասեն գնացեք քվեարկեք։ Եթե Սփյուռքում արդեն դա հնարավոր է։ Ես չունեմ այդ ինֆորմացիան, որ Սփյուռքում դա հնարավոր է։ Ոնց է հնարավոր Սփյուռքում։ Դե հիմա այդ ծրագիրը Քոչարյանով արգելել էր, չէ՞։ Սփյուռքը մասնակցի ընտրություններին։ Դա այդպես չի, դա սահմանադրության մեջ է գրված։ Դա այդպես չի, որ մի օրվա մեջ վերցնեն փոխեն։ Մասնակցությունը լինելու է։ Ես այդ բանն էլ հղումներն էլ կուղարկեմ ու որ դա արդեն խոսում է նրա մասին, որ ներսով ու դրսով ամեն կերպ արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովի հերթական սրանց հաղթանակը։ Իսկ այդ դեպքում արդեն որևէ բանի հույս ես անձամբ էլ չունեմ։ Եթե նորից պետքա վերընտրվի, իսկ եթե ընտրությունները կայացան, ինքը կա մարդ, որ կասկածում է, որ ինքը կվերընտրվի։ Իրը չվերընտրվելու դեպքում, եթե անգամ խաղարկեն փոփոխություն, գալու է ուրիշ անունով այս նույն համակարգի սպասավոր։ Մնացած բոլորը, եթե անգամ մաքուր միտումներ ունեն, ինչ որ տակի տեղեր են գրավելու իրանց համար ամբիոնը վերցնեն ղժղժան լայքերը ստանան անցնի առաջ։ Համակարգը մնում է նույնը ու գնալով ավելի է ագրեսիվանում հայի հանդեպ։ Դրա համար եմ ասում, բացառեք բոլորդ երկրորդ տարբերակ, ես չգիտեմ ինչ տիպի պետքա ֆիքսվենք վերածննդի շարժման քարոզչության վրա բոլորս, որպեսզի չմնա անտեղյակ մարդ, այլ բոլորը իմանան ու որոշում կայացնեն չմիանալու ու հույսները դնեն ընտրության վրա, ուրեմն
անխուսափելի է այն իրականությունը, որ բոլորս արժանի ենք նրան, ինչ ընտրում ենք։ Կընտրենք ընտրությունները, կլինենք դրան արժանի, կլինենք դրան արժանի։ Մի անգամ Շանթ Հարությունյանը ասաց, այնքան դուրս եկավ, ասում այ մարդ, այսքան սխալվել եք։ Բոլորը խոստովանում են, չէ՞, որ այսքան սխալվել են։ Ասում մի անգամ էլ սխալվեք ինձ ընտրեք, էլի։ Տեսեք ինչ լավ ալու։ Ասում մի անգամ ճիշտ սխալվեք, էլի։ Ճիշտ սխալվեք։ Դա ինքը չի առաջադրում, հնարավորություն չկա իրենոց, ոչ չեն։ Լավ է, կրկնեցի իր բառերը, որտեղ այս բանը շատ տեսեք ինչ է ստացվում։ Ցանկացած իդեա առաջ տանելու համար ես նույն բան ասել եմ, դեմ եմ բոլորին ներկայացնող անատին, հա։ Երբ որ դու մի բան եք ուզում, նույնիսկ ամենափայլուն գաղափարը ներկայացնելու համար, դրա տակ ամենակարևորը պետք է ժամանակ, ռեսուրս, մեդիա տարածք, որտեղ դու կարողանաք հասանելի դարձնել։ Առանց դրա լավագույն գաղափարները, որ մենք մինչև ունեցել ենք, չեն իրականացել, ոչ թե վատն են եղել, ոչ թե գաղափար չենք ունեցել, ոչ թե հեղափոխական տրամադրված տղերք չեն եղել, ծրագիր ունեցող մարդիկ չեն եղել, ուղղակի չի եղել այդ կարևոր հանգամանքները, ժամանակ է ռեսուրս։ Ես ինչքանով հասկանում եմ, հիմա էլ մենք չունենք դա։ Ես ասում եմ մենք, տես ես հեղափոխականների կողմից եմ։ Թե կա բան, որ ես չգիտեմ։ Չէ, ինչ կա, ամեն ինչ թափանցիկ ու պարզ ասված է։ Ես հենց այս հաղորդման ընթացքում էլ դիմեցի կոչով, որ ովքեր կարողանում են ֆիզիկապես տեղափոխվել Հայաստան կանգնել մեր կողքին, ովքեր ի վիճակի են ֆինանսապես աջակցել վերածննդի շարժմանը, բոլորը պետք է ակտիվանան։ Մասնագիտական առումով դուք կարաք խորհուրդներ տաք, կարաք ավելի ճիշտ բան հուշեք։ Ու այս չէ, դուք էլ ով ուզում ալնի, կարաք ավելի ճիշտ բան հուշեք, խնդրեմ հուշեք, մենք այն կերպարներից չենք, որ մեզ մի ասեք, մենք գիտենք, դու պետք է ասես, այո, հենց դու պետք է ասես, եթե հայ ես, հենց դու պետք է հուշես, չեմ ասում, որ ամեն հուշում հենց բան էլ կա, վերջի վերջում մենք էլ մեր միտքը ուղեղն ու ֆիլտրը ունենք, բայց յուրաքանչյուր խելամիտ առաջարկ իր հեղինակի անվան պահպանությամբ տվյալ անձի ցանկության դեպքում մենք մեծ սիրով ընդունում ենք։ Ցանկացած ես բազմիցս եղել եմ առողջ քննադատություն, ես երազում եմ, որ մեզ բոլորը քննադատեն առողջ, առանց անձնական դաշտ մտնելու, առանց այս էլ է խոսում քաղաքակրթության բացակայությունից։ Մարդը քաղաքակրթորեն դաստիարակված չի, ինքը երբ որ ուզում է քեզ ասի, այսինչ բանը որ անում եք, սխալ է այս հոդվածով, օրինակ։ Ինքը ասում է, դեբիլ ես, ինչ ես անում։ Հիմա դեբիլը ես եմ, թե դու։ Եթե դու քաղաքակիրթ մոտեցման ձև չունես։ Որ չգիտեմ էլի, սենց մի խոսքից մյուսն գնում։ Դոյս եմ ասում, այս առնվազն 100,000 հետևորդները որ կան, իրանք փոփոխությունների կողմնակից են, ուղղակի տարբեր ձև են տեսնում, մեկը ընտրություններով, մեկը հեղափոխություններով, մեկը էլ ոչ մի բանի չի հավատում։ Գոնե այս ռեսուրսի համար մենք ինչ-որ իրենց համոզիչ բան պետք է առաջարկենք։ Ես իմ տարբերակն առաջարկել եմ, ես երկուսի կողմնակից եմ, ես չեմ բացառում ընտրությունները, չեմ բացառում և հեղափոխությունը։ Ես ուղղակի գիտեմ ինչ է նշանակում հեղափոխությունը։ Ես դա լսելով չի, էլի, ու ես գիտեմ դա ինչքան մեծ ռեսուրսներ է պահանջում և ամենակարևորը երաշխիքներ, որովհետև մեծ բանից այս ելույթից հետո ձեր դուռը կարող են փակել առանց հիմնավորման, ոնց որ մնացած 4 եպիսկոպոսներին, 15 քահանա, լրագրողների, հա, ասել, գնաք մի քանի բան ճշտելու։ Եվ այդ մի քանի բանը ճշտեն մինչև հունիսի 8, չեմ ասում ձեր ձերբակալեն, ճշտեն մինչև հունիսի 8, հա, ճշտում ենք, դուք ձերբակալված չեք, մենք ճշտում ենք, հա, դուք էլ ոչ մի բան չունեք։ Ոչ մի խնդիր։ Մենք ճշտում ենք, դուք մինչև հունիսի 8 մնաք, ասենք, այն բանագային, որ ոչ մի բան չկարողանաք անդրել։ Դա համար ես քննարկում եմ բոլոր հնարավոր տարբերակները։ Ես երջանիկ եմ այսօր նրանով, որ վերածննդի շարժման գաղափարը, լույսի բանակի ծրագրերը հիմնված չեն ու չեն սահմանափակվում մենակ իմ անձով։ Եթե անգամ ես չեղա, այդ գաղափարն ու ծրագիրը ինքը իր շարժիչ մեխանիզմը ունի։ Առաջնորդներն ունի ըստ հերթականությամբ։ Ես
ես գաղափարը առաջ տանելու կողմնակից եմ, ոչ թե իմ անձը։ Ես այսօր ամեն ինչ ներդրել եմ ապահովագրելու գաղափարի կյանքը, ոչ թե իմ ինչ որ ինչ բաներ։ Ես չեմ կարևոր, գաղափարն է կարևոր։ Մենք ինչ ենք անելու եւ որն է երաշխիքը, որ հետո էլի ձեռներիցս չեն խլելու, եթե հաջողվեց ինչ որ մի բան անելու, հա։ Որ չի լինելու ինչ որ մեկը, որ կարողանալու է սահուն մեկուսացնել, ասենք, ձեզ սահուն։ Հա։ Հեղափոխությունները մենք ոչ մի անգամ ենք տեսել պատմության մեջ, որ իրականացվում է նվիրալների կողմից, հա, եւ ընթացքում մեկուսացնում են նվիրալներին, գարնում է էլի տականքի ձեռքում է այդ թվում։ Դա հեղափոխությունների պրակտիկայի մի մասն է, որը իրավացիք գոյություն ունի։ Բայց հենց այդ դրա գոյության ունենալն է, որ դասը ծառայում այսօր այն մարդկանց, ովքեր մոտենում են հեղափոխության գաղափարին խելամտորեն ու առանց վազ գալու ու խորշելու նախկինից օրինակ վերցնելուց։ Այդ օրինակները երբ որ վերցնես դու տեր կլնես այն փոփոխությանը, որը իրականացնում ես։ Եթե չէ, եթե քեզ տարավ էյֆորիան, եթե քեզ տարավ քաղաքական գայթակղությունները, եթե վերջի մի պահի սայթակեցիր ու քո անձնականը դասեցիր ավելի բարձր, քան ազգայինն ու պետականը, այդ ժամանակ քո այդ ամեն ինչը կլինի։ Մենք գայթակղվող չենք։ Ես ապրում եմ հայով ու Հայաստանով, հայ ու Հայաստանի համար։ Ավելիով գայթակղել ինձ, քան իմ հայ բարգավաճությունն է, բարեկեցությունն է, արժանապատվությունն ու անվտանգությունն է, մեկ էլ երկրից հզորացումն ու ուժեղացումն է, չկա այնպես մի բան, որ դրանից գայթակղի չլինի իմ համար։ Դրա համար սա ֆակտորներից մեկն է, որի վրա հենվելով կարամ վստահաբար ասեմ, որ մեզ չեն կարա օգտագործեն ու մենք դառնանք մեր արածի պատճառը հետևանքային զոհը։ Չի կարա այդպես բան լինի։ Բարի, մենք արդեն եթերում ենք 93 րոպե, 1 ժամ 33 րոպե հաշվարկներով, բավականին հարցերի հարցրեցինք անդրադառնալ։ Շարունակեք ձեր տարածելը, դիտելը, բաժանորդագրվելը, դու կարող եք Կարեն Արայանին գտնեք YouTube-ում, իդեպ գրեցին, որ ձեր YouTube-ը հասանելի չի, սա էլ ձեզ ասեմ, երևի ինչ-որ խնդիր կա, մարդիկ ստեղ գրեցի, ես ուղղակի ընթացքում դուք խոսում եք չընդհատեցի ձեզ, օգնեք YouTube-յան ալիքին, օգնեք տարածմանը և ֆինանսապես և ձեր ակտիվությամբ, մեր խնդիրը ճշմարտությանը հասնելն է, մեր խնդիրը մեր ազատությանը հասնելն է, կերտելը մեր պետական երկիրը, այնտեղ որ մարդը ազատ լինի եւ իրան ոչ մեկ չկարողանա ասի դու իրավունք չունես քո գումարը կանխիկ ծախսելու, դու որոշես որտեղ պետք է ծախսես, ումից գնես ինչ, հա որտեղ երբ որ դու արդեն էլեկտրոնային տարբերակի մեջ ես, իրեն կորոշեն նույնիսկ դու իրավունք ունես ծախսելու թե ոչ։ Այդ չեմ ասում քո քարտը կարող է սկսի կոնկրետ որոշակի խանութներում աշխատել։ Եվ որոշակի խանութներում շփոթել, որովհետև այդ խանութի տերը ասենք, չգիտեմ, լավը չի, հա, անդիմադիրը։ Այդ պրակտիկան ստեղել կա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցածր բաներով եկամուտներ ունեցող մարդկանց տալիս էր, ես չգիտեմ տալիս է թե չէ, ժամանակին տալիս էին, մինչև Թրամփը հաստատակար սոցիալական ապահովության քարտեր։ Այդ մարդիկ որոշակի կարող է 100, կարող է 50, կարող է 200 դոլարի սահմաններ կարողանում էին ուտելիք գնել, բայց այդ քարտը ամեն խանութում չէր աշխատում։ Կոնկրետ տեղեր կար, հա, որ դրանք վերցնում էին կամ չէ, ասիկան այդ պրակտիկան մարգինալացնել, հա, դնել կոնտրոլի տակ, նույնիսկ ստեղ կա, բայց ստեղ ռիսկ չեն անի կանխիկը շրջանառությունից հասնել, անեն, որովհետև շրջանառության կեսը մոտավորապես կանխիկով ապտտվում։ Դա պատերազմ կլինի։ Պատերազմ կլինի ու շատ տեղին, սա թույլ չեն տա։ Ինչ եմ ուզում ասեմ, մենք գնում ենք մեր նպատակին, ամեն մեկը տարբեր ձևերով, մեկը կարող ընդունի, կարող չընդունի, բայց կարևորը ընդհանուր նպատակն է, իսկ եթե գնում եք իրության վաղ թե ուշ այդ ճանապարհին կարող է խաշվել մեր ճանապարհները, այնպես որ եզրակացություն անելը, ձերն է, ձեր իրավունքն է, ձեր պարտականությունն է, նաև ավելացնել բան եք պարոն Արայան։ Մենակ ցանկություն, որ համայն հայությունը օրհնված լինի բարձր սիրով ու իմաստությամբ։ Շատ լավ։ Դե շնորհակալ եմ բոլորին դիտելու համար, տարածելու համար, օգնությունների համար, որոնք դուք արել եք եւ դեռ պետք է անեք։ Միասին կերտենք այն ինչ որ անհնարին է թվում այսօր։ Իսկ վաղը
Կիրակի օրը փետրվարի 15-ին ելի նույն ժամին ուժ եթերում կլինեմ ես եւ հարցերի կպատասխանեմ ես։ Ես ուրախ եմ, շնորհակալ գաղափարային եզրեր գտնելու ու հետագայում էլ համագործակցելու հույս ունենալու համար։ Առաջ Աստված մեր Չլուսալքվեք, չհուսահատվեք։ Այս նույն Աստվածաշնչի հուսահատությունը նույնիսկ մեղք է։ Այո։ Շնորհակալություն ձեզ, շնորհակալություն բոլորին։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում. Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube, Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին, Լույսի բանակի գործունեությանը Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրյալն օգնի յուրաքանչյուրին։